Գիրք դատավորաց, գլուխ առաջին։ Եվ եղավ, որ Հեսուի մեռնելուց հետո Իսրայելի որդիքը Տիրոջը հարցրին եւ ասեցին. Ով վեր կենա առաջ մեզ համար քանանացիների վրա նրանց հետ պատերազմելու։ Եվ Տերն ասեց. Հուդան թող վեր կենա, ահա երկիրը նրա ձեռքը տվի։ Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասեց. Ինձ հետ վեր կաց դեպի իմ վիճակը, եւ քանանացիների հետ պատերազմենք, եւ ես էլ քեզ հետ կգնամ քո վիճակը։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։ Եվ Հուդան ելավ, եւ Տերը քանանացիներին եւ փերեզացիներին նրանց ձեռքը տվավ։ Եվ նրանցից Բեզեկումը 10,000 մարդ կոտորեցին։ Եվ Բեզեկի մեջ գտան Ադոնի Բեզեկին, եւ նրա հետ պատերազմեցին, եւ զարկեցին քանանացիներին եւ փերեզացիներին։ Եվ Ադոնի Բեզեկը փախավ, բայց նրանք նրա ետևից ընկնելով նրան բռնեցին, եւ նրա ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրեցին։ Եվ Ադոնի Բեզեկն ասեց. 70 թագավոր, որոնց ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրված էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին ժողովում։ Ես ինչպես որ արի, Աստված էլ ինձ այնպես հատուցում արավ։ Եվ նրան տարան Երուսաղեմ, եւ նա այնտեղ մեռավ։ Եվ Հուդայի որդիքը Երուսաղեմի հետ պատերազմ արին, եւ նրան առան եւ սուրի բերանով զարկեցին, եւ նրանց քաղաքը կրակով այրեցին։ Եվ հետո Հուդայի որդիքը իջան, որ լեռնակողմումը եւ հարավային կողմումը եւ դաշտումը բնակող քանանացիների դեմ պատերազմեն։ Եվ Հուդան գնաց Քեբրոնումը բնակող քանանացիների վրա։ Եվ Քեբրոնի անունը առաջուց Կարիաթ Արբա էր։ Եվ զարկեցին Սեսին, Աքիմանին եւ Թոլմիին։ Եվ այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների վրա։ Եվ Դաբիրի անունը առաջուց Կարիաթ Սեփեր էր։ Եվ Քաղեբն ասեց. Ով որ Կարիաթ Սեփերը զարկե եւ առնե, իմ աղջիկ Աքսան նրան կտա իբրև կին։ Եվ Քաղեբի փոքր եղբոր Կենեզի որդի Գոթոնիելը առավ նրան։ Եվ Քաղեբն իր աղջիկ Աքսան նրան տվավ իբրև կին։ Եվ երբ որ աղջիկը գնում էր, նրան հորդորեց, որ իր հորիցը մի ագարակ ուզե։ Եվ նա էշիցը վայր իջավ։ Եվ Քաղեբն ասեց նրան. Ինչ կա քեզ։ Եվ աղջիկը նրան ասեց. Ինձ օրհնություն տուր, որովհետև ինձ մի հարավային երկիր ես տվել, ինձ ջրի աղբյուրներ էլ տուր։ Եվ Քաղեբը նրան տվավ վերի աղբյուրները եւ ցածի աղբյուրները։ Եվ Մովսեսի աներ Կենեցիի որդիքը վեր կացան Հուդայի որդկանց հետ Արմավենյանց քաղաքիցը Արադի հարավային կողմին եղող Հուդայի անապատումը եւ գնացին բնակվեցան ժողովրդի հետ։ Եվ Հուդան իր եղբայր Շմավոնի հետ գնաց, եւ Սեփաթումը բնակող քանանացիներին զարկեցին, եւ նրան նզովեցին, եւ այն քաղաքի անունը Հորմա կոչեցին։ Եվ Հուդայյանք առան Գազան եւ նրա սահմանը, եւ Ասկաղոնը եւ նրա սահմանը, եւ Ակարոնը եւ նրա սահմանը։ Եվ Տերը Հուդայի հետ էր, եւ նա տիրեց Սարին, բայց հովիտների բնակիչներին չկարողացավ հալածել, որովհետեւ նրանք երկաթի կառքեր ունեին։ Եվ Քեբրոնը Քաղեբին տվին, ինչպես որ Մովսեսն ասել էր, եւ նա այնտեղից հալածեց Ենակի 3 որդիներին։ Եվ Բենյամինի որդիքը չհալածեցին Երուսաղեմումը բնակող հեբուսացիներին։ Եվ հեբուսացիները Բենյամինի որդկանց հետ Երուսաղեմումը բնակվեցան մինչև այսօրը։ Եվ Հովսեփի տունն էլ Բեթելի վրա վեր կացան։ Եվ Տերը նրանց հետ էր։ Եվ Հովսեփի տունը լրտեսեցին Բեթելը։ Եվ այն քաղաքի անունը առաջուց Լուզ էր։ Եվ պահապանները մի մարդ տեսան, որ այն քաղաքից դուրս էր գալիս, եւ նրան ասեցին. Աղաչում ենք, քաղաքը մտնելու տեղը մեզ ցույց տուր, եւ քեզ ողորմություն կանենք։ Եվ նա քաղաքը մտնելու տեղը ցույց տվավ նրանց, եւ նրանք քաղաքը սուրի բերանով զարկեցին, բայց այն մարդին եւ նրա բոլոր ազգատոհմը թող տվին։ Եվ այն մարդը քետացիների երկիրը գնաց, եւ մի մեծ քաղաք շինեց, եւ նրա անունը Լուզ կոչեց, մինչև այսօրը նրա անունը այս է։ Եվ Մանասեն չհալածեց Բեթսանը եւ նրա գյուղաքաղաքները, Թանաքը եւ նրա գյուղաքաղաքները, Դովրի բնակիչներին եւ նրա գյուղաքաղաքները, Հեբղաամի բնակիչներին եւ նրա գյուղաքաղաքները, Մակեդդովի բնակիչներին եւ նրա գյուղաքաղաքները։ Եվ քանանացիները կամակորությամբ բնակվեցան այս երկրում։ Եվ երբ որ Իսրայելն ուժովացավ, քանանացիներին հարկատու արավ, բայց նրանց բոլորովին չհալածեց։ Եվ Եփրեմը չհալածեց Գազերումը բնակող քանանացիներին, եւ քանանացիները նրա հետ Գազերումը բնակվեցան։ Զաբողոնը չհալածեց Կեդրոնի բնակիչներին եւ Նաղոլի բնակիչներին,
եւ քանանացիները նրանց մեջ բնակվեցան եւ հարկատու եղան։ Ասերը չհալածեց Աքքովի բնակիչներին եւ Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելփայի, Ափեկի եւ Ռոբի բնակիչներին, այլ ասերանք այն երկրումը բնակող քանանացիների մեջ բնակվեցան, որովհետեւ նրանց չհալածեցին։ Նեփթաղիմը չհալածեց Բեթսեմյուսի բնակիչներին եւ Բեթանաթի բնակիչներին, այլ ան երկրումը բնակող քանանացիների մեջ բնակվեց։ Եվ Բեթսեմյուսի ու Բեթանաթի բնակիչները նրան հարկատու եղան։ Եվ ամորհացիները Դանի որդիներին նեղեցին Սարի վրա, որովհետև նրանց թող չտվին, որ իջնեն հովիտները։ Եվ ամորհացիները կամակորությամբ բնակվեցան Հարես Սարումը, Այեղոնի եւ Սաղաբինի մեջ։ Բայց երբ որ Հովսեփի տան ձեռքը ուժովացավ, նրանք հարկատու եղան։ Եվ ամորհացիների սահմանը Ակրաբիմի զառիվերիցը, Վեմիցը եւ Էլվեր էր։ Գիրք դատավորած, գլուխ 2։ Եվ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայիցը Բոքիմ ելավ եւ ասեց. Ձեզ Եգիպտոսիցը հանեցի, եւ ձեզ այն երկիրը բերի, որի համար ձեր հայրերին երթում էի արել։ Եվ ասեցի. ձեզ հետ արած ուխտս հավիտյան չեմ դրժի։ Իսկ դուք այս երկրի բնակիչների հետ դաշնակցություն մի անեք, նրանց սեղանները քանդեցեք։ Բայց դուք իմ ձայնին հնազանդություն չարիք, դուք այդ ինչ եք արել։ Ես էլ ասեցի. նրանց ձեր առաջիցը չեմ քշի, եւ նրանք ձեզ համար թշնամի, եւ նրանց աստվածներն էլ ձեզ համար որոգայթ կլինեն։ Եվ երբ որ Տիրոջ հրեշտակը բոլոր Իսրայելի որդկանց հետ այս խոսքերը խոսեց, ժողովուրդը ձայնը բարձրացնելով լաց եղավ, եւ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին, եւ այնտեղ Տիրոջը զոհ մատուցրին։ Եվ երբ որ Հեսուն արձակեց ժողովրդին, Իսրայելի որդիքը ամեն մեկն իր կալվածքը գնաց երկիրը ժառանգելու համար։ Եվ ժողովուրդը Տիրոջը պաշտեց Հեսուի բոլոր օրերումը, եւ Հեսուից հետո ողջ մնացող եւ Իսրայելի համար Տիրոջ արած ամեն մեծ գործքերը տեսնող ծերերի բոլոր օրերումը։ Եվ Տիրոջ ծառան Ավեան Հեսուն մեռավ 110 տարեկան, եւ նրան թաղեցին իր ժառանգության սահմանումը Գաաս Սարի հյուսիսային կողմին, Եփրեմի Սարի Թամնաթ Հարեսումը։ Եվ այն դարի բոլոր մարդիկն իրանց հայրերի մոտ ժողովվեցան։ Եվ նրանցից հետո մեկ ուրիշ ազգ վեր կացավ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջ առաջին չարություն արին, եւ Բահաղիմը պաշտեցին։ Եվ թողեցին իրանց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրիցը հանել էր նրանց, եւ հետևեցին օտար աստվածներին, այսինքն իրանց շուրջը եղող ազգերի մի քանի աստվածներին, եւ նրանց երկրպագություն արին, եւ վարկացրին Տիրոջը։ Եվ Տիրոջը թողեցին եւ պաշտեցին Բահաղը եւ Աստարովթը։ Եվ Տիրոջ բարկությունը Իսրայելի վրա բորբոքվեց, եւ նա կողոպտիչների ձեռքը մատնեց նրանց, եւ նրանք կողոպտեցին նրանց, եւ շրջակա թշնամիներին ծախեց, եւ այլևս չէին կարողանում իրանց թշնամիների առաջին կանգնել։ Ուր որ էլ գնում էին, Տիրոջ ձեռքը նրանց վրա էր չարիքի համար, ինչպես որ Տերը ասել էր, եւ ինչպես որ նրանց երթում էր արել։ Եվ նրանք շատ նեղության մեջ էին։ Եվ Տերը դատավորներ վեր կացրեց, որոնք ազատեցին նրանց կողոպտիչների ձեռքից։ Սակայն նրանք իրանց դատավորներին էլ չլսեցին, եւ օտար աստվածների հետևելով պոռնկություն արին, եւ նրանց երկրպագեցին։ Շուտով խոտորվեցան այն ճանապարհիցը, որ իրանց հայրերը Տիրոջը լսելու համար գնում էին, նրանց պես չարին։ Եվ երբ որ Տերը նրանց համար դատավորներ էր կանգնեցնում, Տերը այն դատավորի հետն էր լինում, եւ այն դատավորի բոլոր օրերումն իրանց թշնամիների ձեռքից ազատում էր նրանց, որովհետեւ Տերը զղջում էր նրանց նեղություն տվողների եւ չարչարողների երեսից նրանց հեծությունների համար։ Եվ երբ որ այն դատավորը մեռնում էր, նրանք դարձյալ իրանց հայրերից ավելի էին անօրինանում օտար աստվածների հետևելով, եւ նրանց պաշտելով, եւ նրանց երկրպագություն անելով։ Իրանց գործքերիցն ու իրանց խստապարանոց գնացքիցը ետ չէին դառնում։ Եվ Տիրոջ բարկությունը Իսրայելի վրա բորբոքվելով ասեց. որովհետև այս ազգը զանց է անում այն ուխտը, որ իրանց հայրերին պատվիրեցի, եւ իմ ձայնին չէ լսում, ես էլ այսուհետև նրանց առաջիցը ոչ մեկին չեմ հալածի այն ազգերիցը, որոնց որ Հեսուն մեռնելիս թողեց, որպեսզի նրանցով Իսրայելին փորձեմ, թե արդյոք իրանց հայրերի պես կզգուշանան Տիրոջ ճանապարհը գնալու, թե ոչ։ Եվ Տերն այս ազգերին թող տվավ, եւ շուտով չհալածեց, եւ նրանց Հեսուի ձեռքը չմատնեց։ Գիրք դատավորած, գլուխ 3։
Եվ սրանք են այն ազգերը, որ Տերը նրանց թող տվավ, որ նրանցով փորձե Իսրայելին, այսինքն այն ամենին, որ քանանացիների բոլոր պատերազմները չէին գիտում։ Միայն սրա համար, որ Իսրայելի որդկանց սերունդը իմանան նրանց պատերազմ սովորեցնելը, մանավանդ առաջուց չգիտացողները։ Փղշտացիների 5 նախարարությունները եւ բոլոր քանանացիները եւ սիդոնացիները, Լիբանան սարումը բնակող խևացիները, Բախերմոն սարիցը մինչև Եմաթի մուտքը։ Սրանցով պիտի փորձեր Իսրայելին, որ իմանա, թե արդյոք կլսեն Տիրոջ պատվիրանքները, որոնք Մովսեսի ձեռքով պատվիրեց նրանց հայրերին։ Եվ Իսրայելի որդիքը բնակվեցան քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների մեջ։ Եվ նրանց աղջիկները իրանց համար կին առան, եւ իրանց աղջիկներին նրանց տղերանցը տվին, եւ նրանց աստվածներին պաշտեցին։ Եվ Իսրայելի որդիքն արին այս չարությունը Տիրոջ առաջին, եւ իրանց Տեր Աստծուն մոռացան, եւ Բահաղիմը եւ Աստարոֆթը պաշտեցին։ Եվ Տիրոջ պարկությունը Իսրայելի վրա բորբոքվեց, եւ նա նրանց միջագետի Քուսարսաթեմ թագավորի ձեռքը մատնեց, եւ Իսրայելի որդիքը 8 տարի ծառայություն արին Քուսարսաթեմին։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին, եւ Տերը Իսրայելի որդկանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որ ազատեց նրանց։ Եվ Տիրոջ հոգին եղավ նրա վրա, եւ Իսրայելի մեջ դատավորություն էր անում։ Եվ երբ որ պատերազմի գնաց, Տերը միջագետի Քուսարսաթեմ թագավորին նրա ձեռքը տվավ, եւ նրա ձեռքը Քուսարսաթեմի դեմ զորացավ։ Եվ երկիրը 40 տարի հանգստացավ, եւ Կենեզյան Գոթոնիելը մեռավ։ Եվ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարություն անելու։ Եվ Տերը ուժովացրեց Մովաբի Էգղոն թագավորին Իսրայելի դեմ, որովհետև Տիրոջ առաջին չարություն արին։ Եվ նա Ամոնի եւ Ամաղեկի որդկանցն իր մոտ ժողովեց, եւ գնաց Իսրայելին զարկեց, եւ Արմավենյաց քաղաքին տիրեց։ Եվ Իսրայելի որդիքը ծառայություն արին Մովաբի Էգղոն թագավորին 18 տարի։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին, եւ Տերը նրանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Բենյամինյան Գերայի որդի Ավովդին, որ ձախաձեռն էր։ Եվ Իսրայելի որդիքը նրա ձեռքովը Մովաբի Էգղոն թագավորին անձա ուղարկեցին։ Եվ Ավովդ մեկ կանգուն երկայնությամբ երկսայրի սուր շինեց իր համար, եւ կապեց նրան իր հանդերձների տակից իր աջ ազդրի վրա։ Եվ ընծան տարավ Մովաբի Էգղոն թագավորին, եւ Էգղոնը խիստ գեր մարդ էր։ Եվ երբ որ ընծան տվավ վերջացավ, ընծան կրող մարդկանցը ետ ուղարկեց։ Եվ ինքը Գաղգայումն եղած կուրքերի մոտիցը ետ տարավ եւ ասեց. «Ով թագավոր, քեզ հետ մեկ ծածուկ խոսք ունեմ»։ Եվ նա ասեց. «Լուր»։ Եվ բոլոր նրա մոտ եղողները դուրս ելան։ Եվ Ավովդը նրան մոտեցավ, եւ նա նստած էր իր հատկացյալ ամարանոցի վերնատանը։ Եվ Ավովդը նրան ասեց. «Ես Աստծո խոսք ունեմ քեզ համար»։ Եվ նա աթոռի վրայիցը վեր կացավ։ Եվ Ավովդը իր ձախ ձեռքը մեկնեց, սուրը իր աջ ազդրի վրայից քաշեց եւ նրա փորը կոխեց։ Եվ սուրի ետևից կոթն էլ ներս մտավ, եւ սուրը ճարպով ծածկվեցավ, որովհետեւ սուրը նրա փորիցը չհանեց, եւ աղբը դուրս ելավ։ Եվ Ավովդը դուրս եկավ սրահը եւ վերնատան դռները ետևիցը գոցեց եւ կողպեց, եւ ինքը դուրս եկավ գնաց։ Եվ նրա ծառաները գնացին նայեցին, որ ահա վերնատան դռները կողպված էին, եւ ասեցին. նա անտարակույս իր ամարանոցի սենյակի մեջ հարկավորության է գնացել, եւ սպասեցին մինչեւ որ ձանձրացան։ Բայց ահա վերնատան դռները չէր բացանում, եւ բանալին առան բաց արին, եւ ահա իրանց Տերը գետնի վրա մեռած ընկած էր։ Եվ նրանք, քանի որ դեռ ուշանում էին, Ավովդը փախավ, եւ կուրքերի մոտով անցնելով ողջ առողջ Սեիրը հասավ։ Եվ երբ որ հասավ, Եփրեմի սարի վրա փող հնչեցրեց, եւ Իսրայելի որդիքը նրա հետ այն սարիցը ցած իջան, եւ ինքը նրանց առաջին։ Եվ նրանց ասեց. «Իմ ետևից եկեք, որովհետև Տերը ձեր թշնամի Մովաբացիներին ձեր ձեռքը տվավ»։ Եվ նրա ետևից իջան եւ Մովաբի առջևում Հորդանանի անցքերը բռնեցին, եւ թող չտվին, որ մի մարդ անցնե։ Եվ այն ժամանակ նրանք Մովաբիցը 10,000-ի չափ մարդ զարկեցին, ամենն էլ հաղթանդամ եւ զորավոր մարդիկ, եւ մեկը չազատվեցավ։ Եվ այն օրը Մովաբն Իսրայելի ձեռքի տակ նվաճվեցավ, եւ երկիրը 80 տարի հանգստացավ։ Եվ հետո Անաթի որդի Սամեգարը եղավ,
և եզների խթանով փղշտացիներիցը 600 մարդ զարկեց։ Սա էլ Իսրայելին ազատեց։ Գիրք դատավորաց, գլուխ 4. Եվ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարություն անելու, և Ավովդը մեռած էր։ Եվ Տերը մատնեց նրանց քանանացիների Հաբին թագավորի ձեռքը, որ թագավորում էր Հասորի մեջ, և նրա զորագլուխը Սիսարան էր, և բնակվում էր ազգած Արիսոթի մեջ։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին, որովհետև նա 900 երկաթի կառքեր ուներ, և 20 տարի Իսրայելի որդկանցը սաստիկ նեղեց։ Եվ Դեբորա մարգարեուհին, Ղաբիդոթի կինը, Իսրայելի մեջ դատավարություն էր անում այն ժամանակը, և բնակվում էր Եփրեմի սարի վրա, Ռամայի և Բեթելի մեջտեղը, Դեբորայի արմավենիի տակ, և Իսրայելի որդիքը վեր էին գնում նրա մոտ դատաստանի համար։ Եվ նա մարդ ուղարկեց և կանչեց Նեփթաղիմի Կադեսից Աբինոամի որդի Բարակին, և նրան ասեց. «Միթե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց, թե գնա վեր ելիր Թաբոր սարը, և քեզ հետ Նեփթաղիմի որդկանցից և Զաբուղոնի որդկանցից 10,000 մարդ վեր առ, և ես կբերեմ քո դիմացը Հաբինի զորագլուխ Սիսարային, և նրա կառքերը, և բազմությունը Կիսոն հեղեղատի մոտ, և նրան քո ձեռքը կմատնեմ»։ Եվ Բարակը նրան ասեց. «Եթե ինձ հետ գնաս, կգնամ, բայց եթե ինձ հետ չգնաս, չեմ գնա»։ Եվ նա ասեց. «Անպատճառ ես քեզ հետ կգնամ, սակայն փառքը քոնը չի լինի քո գնացած ճանապարհումը, որովհետև Տերը Սիսարային մեկ կնկատ ձեռքը կմատնե»։ Եվ Դեբորան վեր կացավ Բարակի հետ գնաց Կադես։ Եվ Բարակը Զաբուղոնին և Նեփթաղիմին ժողովեց Կադեսի մեջ, և 10,000 մարդ վեր կացավ նրա ետևիցը։ Դեբորան էլ նրա հետ վեր կացավ։ Եվ կենեցիկ Հաբերը բաժանվել էր Մովսեսի աներ Հոբաբի որդիք կենեցիներիցը, և իր վրանը կանգնեցրել էր Կադեսի մոտ Սանանիմի կաղնիի մոտ։ Եվ Սիսարային իմացրին, որ Աբինոամի որդի Բարակը վեր է ելել Թաբոր սարը, և Սիսարան իր բոլոր կառքերը, 900 երկաթի կառքերը և իր հետ եղող բոլոր զորքը ազգած Արիսոթից ժողովեց Կիսոն հեղեղատը։ Եվ Դեբորան ասեց Բարակին. «Վեր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային քո ձեռքը մատնեց։ Միթե Տերը չէ քո առաջ դուրս գալիս»։ Եվ Բարակը Թաբոր սարիցը իջավ, և նրա հետ 10,000 մարդ կար։ Եվ Տերը խորտակեց Սիսարային և բոլոր կառքերը, և բոլոր բանակը Բարակի առաջին սուրի բերանով։ Եվ Սիսարան կառքերիցը վայր իջավ և ոտքով փախավ։ Եվ Բարակը հալածեց կառքերը և բանակը մինչև ազգած Արիսոթը, և Սիսարայի բոլոր բանակը սուրի բերանով ընկավ, և մարդ չմնաց։ Եվ Սիսարան ոտքով փախավ կենեցիկ Հաբերի կնկա Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցիկ Հաբերի տան մեջտեղ խաղաղություն կար։ Եվ Հայելը Սիսարային դիմավորելու դուրս եկավ և նրան ասեց. «Տեր իմ, դարձիր, ինձ մոտ դարձիր, մի վախենար»։ Եվ նա դեպի վրանը դարձավ նրա մոտ, և կինը նրան ծածկեց գորգով։ Եվ նա ասեց այն կնկան. «Աղաչում եմ, ինձ մի քիչ ջուր տուր խմեմ, որովհետև ծարավ եմ»։ Նա էլ կաթի տիկը բացավ և նրան խմեցրեց, և ծածկեց նրան։ Եվ նա ասեց այն կնկան. «Վրանի դռանը կանգնիր, և եթե մարդ կա, քեզ հարցնե և ասե, թե այստեղ մարդ կա, ասես չկա»։ Եվ Հաբերի կինը Հայելը առավ վրանի մեկ ցից, և ուռն էլ բռնեց ձեռքին, և կամաց գնաց նրա մոտ, և ցիցը մխեց նրա ծամելիքին, և գետնին բևեռեց, և նա քնել էր և հոգնած էր, և մեռավ։ Եվ ահա Բարակը Սիսարայի ետևիցն էր ընկել, և Հայելը դուրս եկավ նրան դիմավորելու, և նրան ասեց. «Եկ ցույց տամ քեզ այն մարդը, որ դու պտրում ես»։ Եվ նա այն կնկա հետ ներս մտավ։ Եվ ահա Սիսարան մեռած վայր ընկած էր, և ցիցը նրա ծամելիքի մեջ էր։ Եվ Աստված այն օր քանանացիների Հաբին թագավորին կորացրեց Իսրայելի որդկանց առաջին։ Եվ քանանացիների Հաբին թագավորի դեմ Իսրայելի որդկանց ձեռքը օրեցօր զորանում էր, մինչև որ քանանացիների Հաբին թագավորին բնաջին ջարին։ Գիրք դատավորաց, գլուխ 5. Եվ այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասեցին. «Իսրայելի զորավարներն առաջնորդելով, ժողովուրդը հոժարակամ լինելով, օրհնեցեք Տիրոջը, լսեցեք թագավորներ, ականջ դրեք նախարարներ, ես երգում եմ Տիրոջը, սաղմոս եմ ասում Իսրայելի Տեր Աստծուն. ով Տեր, դու Սեյրիցը դուրս գալիս, դու Եդոմի դաշտից չվելիս, երկիրը շարժեց, երկինքը տեղաց, և ամպերը ջուր տեղացին, սարերը հալվեցան Տիրոջ երեսիցը, այս Սինան Իսրայելի Տեր Աստծու երեսիցը,
Անաթի որդի Սամեգարի օրերումը, Հայելի օրերումը ուղիները դադարել էին, և ճանապարհորդները խոտորնակ ուղիներով էին գնում։ Իսրայելի մեջ զորավարներ չմնացին, մինչև որ վեր կացա ես Դեբորա, մինչև որ վեր կացա ես, մայրս Իսրայելի մեջ։ Ընտրեցին նոր աստվածներ, իսկույն պատերազմ եղավ դռներումը։ Արդյոք Վահան կամ նիզակ երևեցավ Իսրայելի 40,000-ի մեջ։ Իմ սիրտը դեպի Իսրայելի իշխաններն է, ով ժողովրդի անձնվերներ, օրհնեցեք Տիրոջը։ Սպիտակ էշերի վրա հեծնողներ, գորգի վրա նստողներ և ճանապարհի վրա գնացողներ, երգեցեք։ Աղեղնավորների ձայնից ազատված ջուր հանելու տեղերի մեջ, այնտեղ գովաբանում են Տիրոջ արդարությունները, նրա զորավարների արդարությունները Իսրայելի մեջ, երբ որ Տիրոջ ժողովուրդը դռներն իջան։ Արթնացիր, արթնացիր, Դեբորա, արթնացիր, արթնացիր, երգ ասիր, վեր կաց, Բարակ, գերությունդ գերի արա, ով Աբինոամի որդի։ Այն ժամանակ փախստականներն իջան ժողովրդի հզորների մոտ։ Տերն ինձ հետ իջավ, զորավորների հետ։ Եփրեմից եկան նրանք, որոնց արմատը Ամաղեկումն է։ Քո ետևիցը Բենյամին, քո ժողովրդի մեջ Մաքիրից իջան իշխաններ, և Զաբուղոնից Դպրի գրիչ բռնողներ։ Եվ Իսաքարի իշխանները Դեբորայի հետ, և Իսաքարը Բարակի պես հովիտը ուղարկվեցավ նրա ետևիցը։ Ռուբենի հեղեղատների մեջ մեծ հուզմունք կար։ Ինչու համար փարախների մեջ նստեցիր, որ հոտերի մայելը լսես։ Ռուբենի հեղեղատներումը մեծ տարակուսանք կար։ Գաղադը Հորդանանի այն կողմին էր բնակվում, և Դանը ինչու համար նավերումը պանդուխտ մնաց։ Ասերը ծովի եզերքումն է նստում, և իր նավահանգիստների մոտ է բնակվում։ Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, որ իր կյանքն արհամարում է մինչև մահ, և Նեփթաղիմը դաշտի բարձր տեղերում է, զինքը։ Թագավորները եկան, պատերազմեցին։ Այն ժամանակ պատերազմեցին քանանացիների թագավորները Թանաքի մեջ Մակեդովի ջրի մոտ։ Փողի ավար չառան։ Երկնքիցը պատերազմեցին։ Աստղերն իրանց շրջաններիցը Սիսարայի դեմ պատերազմեցին։ Կիսոն հեղեղատը քշեց նրանց, այն հին հեղեղատը Կիսոնի հեղեղատը, ով իմ անձն, զորությունը կոխիր։ Այն ժամանակ ձիերի սմբակները կոտրատվեցան վազելուցը, նրա զորավորների վազելուցը։ Անիծեցեք Մարովզը, ասեց Տիրոջ հրեշտակը, նրա բնակիչներին սաստիկ անիծեցեք, որովհետև Տիրոջ օգնությանը չեկան, Տիրոջ օգնությանը զորավորների դեմ։ Օրհնյալ լինի կանանց մեջ Հայելը, կենեցիկ Հավերի կինը, վրաների մեջ կանայքներից օրհնյալ լինի, ջուր ուզեց, կաց տվավ։ Իշխանած Ամանովը կոգի մատուցրեց, իր ձեռքը ցիցին մեկնեց, և իր աջ ձեռքը հյուսան ուռին։ Եվ Սիսարային զարկեց, գլուխը ճեղքեց, և ջարդեց մխեց նրա ծամելիքը։ Նա կորացավ, Հայելի ոտքերի մեջ ընկավ, փռվեցավ։ Նրա ոտքերի մեջ կորացավ, ընկավ։ Ուր որ կորացավ, այնտեղ ընկավ խոցված։ Պատուհանից է նայում և աղաղակում է Սիսարայի մայրը վանդակի ետևից։ Ինչու համար է ուշանում նրա կառքը գալու, ինչու են ետանում նրա կառքերի քայլերը։ Նրա իմաստուն տիկինները պատասխանում են նրան, հենց ինքն էլ իր խոսքերի պատասխանը տալիս է իրան։ Անշուշտ նրանք ավար են գտել, բաժանում են, մեկ կամ երկու աղջիկ յուրաքանչյուր հզորի համար, իսկ Սիսարայի համար գույնս գույնավար, գույնս գույն նկարագործավար, երկու կողմից հյուսկեն և պարանոցի համար գույնս գույնավար։ Այսպես կորչեն քո բոլոր թշնամիները, ով Տեր, իսկ նրան սիրողները լինեն ինչպես իր զորությամբ ծագող արևը։ Եվ երկիրը հանգստացավ 40 տարի։ Գիրք դատավորաց, գլուխ 6։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջ առաջին չարություն արին, և Տերը նրանց 7 տարի մադյանացիների ձեռքը մատնեց։ Եվ մադյանացիների ձեռքը Իսրայելի վրա սաստկացավ։ Իսրայելի որդիքը մադյանացիների պատճառով իրանց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրներ և պատնեշներ շինեցին։ Եվ երբ որ իսրայելացիները սերմ էին ցանում, մադյանացիները նրանց վրա էին գալիս, և ամաղեկացիները և արևելքի բնակիչներն էլ էին նրանց վրա գալիս։ Եվ նրանց դեմ բանակ կազմելով փչացնում էին գետնի բերքը մինչև Գազա, և Իսրայելի մեջ ապրուստ չէին թողում, ոչ ոչխար, ոչ արջար և ոչ էշ։
Որովհետև նրանք իրանց հոտերովը և վրաններովը վեր էին կենում և մարախի պես բազմությամբ գալիս, այնպես որ նրանց և նրանց ուղտերին թիվ չկար, և երկիրն էին գալիս, որ նրան փչացնեն։ Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ, և Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին։ Եվ երբ որ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին մադիանացիների պատճառով, Տերը Իսրայելի որդկանց համար մեկ մարգարե ուղարկեց, և նա ասեց նրանց. Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. Ես ձեզ Եգիպտոսից հանեցի և ձեզ ծառայության տանիցը դուրս բերի, և ազատեցի ձեզ եգիպտացիների ձեռքիցը, և բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքիցը, և նրանց ձեր առաջից քշեցի, և նրանց երկիրը ձեզ տվի, և ձեզ ասեցի. Ես եմ Եհովան, ձեր Աստվածը, մի վախենաք ամորհացիների աստվածներիցը, որոնց երկրումը դուք բնակվում եք, բայց դուք իմ խոսքին չլսեցիք։ Եվ Տիրոջ հրեշտակն եկավ և Աբիեզերյան Հովասի բևեկնիի տակին նստեց, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը կալումը ցորեն էր ծեծում մադիանացիների երեսիցը փախցնելու համար։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևեցավ և ասեց. Ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ։ Եվ Գեդեոնը նրան ասեց. Օհ, Տեր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչու համար այս բոլոր բաները մեզ հասան, և ուր են նրա ամեն հրաշքները, որոնք մեր հայրերը մեզ պատմում են, ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց, բայց հիմա Տերը մեզ մերժել է և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել։ Եվ Տերը նրան նայեց և ասեց. Գնա քո այդ զորությունովը և ազատիր Իսրայելին մադիանացիների ձեռքիցը։ Ահա ես եմ քեզ ուղարկում։ Եվ նա նրան ասեց. Օհ, Տեր իմ, ես ինչով ազատեմ Իսրայելին։ Ահա իմ ազգատոհմը Մանասեի մեջ ամենից աղքատն է, և ես իմ հոր տան կրտսերն եմ։ Եվ Տերը նրան ասեց. Ես քեզ հետ կլինեմ, և դու Մադիամին մեկ մարդի պես կզարկես։ Եվ նա նրան ասեց. Աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջին շնորհքը տա, ինձ մի նշան ցույց տուր, թե դու ես ինձ հետ խոսողը։ Աղաչում եմ, այստեղից չգնաս, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և քո առաջը դնեմ։ Եվ նա ասեց. Ես կմնամ մինչև քո ետ դառնալը։ Եվ Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց։ Միսը մի սակարի մեջ դրավ, և արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, և նրա առաջը հանեց այն բևեկնիի տակ ու մատուցրեց։ Եվ Աստծո հրեշտակը նրան ասեց. Միսն ու բաղարշն առ, և այս վեմի վրա դիր, և արգանակը թափիր։ Եվ նա այնպես արավ։ Եվ Տիրոջ հրեշտակը իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց ու մսին և բաղարջին դպավ։ Եվ վեմիցը կրակ դուրս եկավ, միսն ու բաղարշն այրեց։ Եվ Տիրոջ հրեշտակը նրա աչքերի առաջիցը գնաց։ Եվ Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն է, և Գեդեոնն ասեց. Օհ, Տեր Եհովա, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա։ Բայց Տերը նրան ասեց. Խաղաղություն քեզ, մի վախենար, չես մեռնի։ Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար մի սեղան շինեց, և նրա անունը Եհովա Շալոմ կոչեց, որ մինչև այսօրը կա Աբիեզերյանց Եփրայի մեջ։ Եվ այն գիշերը Տերը նրան ասեց. Առ քո հոր զվարակը և 7 տարեկան երկրորդ զվարակը, և քո հոր ունեցած բահաղի սեղանը քանդիր, և նրա վրայի աստարովթը կտրիր, և քո Տեր Աստծո համար մի սեղան շինիր այս ապառաշ քարի գլխին կարգով, և երկրորդ զվարակն առ, և քո կտրած աստարովթի փայտերովը ողջակեզ արա։ Եվ Գեդեոնն իր ծառաներիցը 10 մարդ առավ, և Տիրոջ իրան ասածին պես արավ, և իր հոր տանիցը և քաղաքի մարդկանցից վախեցավ ցերեկը անելու, և գիշերն արավ։ Եվ երբ որ քաղաքի մարդիկն առավոտը կանուխվեր կացան, տեսան, որ ահա բահաղի սեղանը քանդված և նրա վրայի աստարովթը կտրված, և երկրորդ զվարակը շինված սեղանի վրա ողջակեզ եղած էր։ Եվ իրար ասեցին. այս բանն ով արավ, և պտրտեցին և քննեցին, և ասվեցավ, թե այս բանը Հովասի որդի Գեդեոնն է արել։ Եվ քաղաքի մարդիկը Հովասին ասեցին. որդիդ դուրս բեր, որ մեռնի, որովհետև բահաղի սեղանը քանդել է, և նրա վրայի աստարովթը կտրել է։ Եվ Հովասն իր վրա եկող բոլոր մարդկանցն ասեց. Միթե դուք եք բահաղին իրավունքը պաշտպանելու, կամ թե դուք եք նրան ազատելու։ Ով որ նրա իրավունքը պաշտպանե, թող մերձնվի մինչև առավոտը։ Եթե նա Աստված է, թող ինքն իր իրավունքը պաշտպանե նրա դեմ, որովհետև նրա սեղանը քանդել է,
Եվ նույն օրը նրան Հերոբաղ անվանեց, որովհետև ասեց. թող Բաղն իր իրավունքը պաշտպանե նրա դեմ, որովհետև նրա սեղանը քանդել է։ Եվ բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի բնակիչները մեկտեղ ժողովվեցան, և Հորդանանիցն անցնելով Հեզրայելի հովիտում բանակ տվին։ Եվ Տիրոջ հոգին հանգչեց Գեդեոնի վրա, և նա փող հնչեցրեց, և աբիեզերյանք նրա ետևից ժողովեցան։ Եվ բոլոր Մանասեին պատգամավորներ ուղարկեց, նա էլ նրա ետևից ժողովեցավ։ Եվ Ասերին, Զաբուղոնին և Նեփթաղիմին էլ պատգամավորներ ուղարկեց, և նրանք գնացին նրանց դիմավորելու։ Եվ Գեդեոնն Աստծուն ասեց. «Եթե Իսրայելին իմ ձեռքով ազատելու ես, ինչպես որ ասել ես, ահա ես կալումը բուրդի գզատ կդնեմ։ Եթե մինակ գզաթի վրա ցող և բոլոր գետնի վրա չորություն լինի, այն ժամանակ կիմանամ, որ Իսրայելին իմ ձեռքով ազատելու ես, ինչպես որ ասել ես»։ Եվ այնպես եղավ, որովհետև առավոտը կանուխ վեր կացավ և գզաթը քամեց, և գզաթիցը ցողը հանեց, որ մի կոնք լիքը ջուր եղավ։ Եվ Գեդեոնն ասեց Աստծուն. «Քո բարկությունը ինձ վրա չբորբոքվի, և մինակ այս անգամ էլ խոսեմ։ Միայն այս անգամ էլ գզաթովը փորձեմ, թող մինակ գզաթի վրա չորություն և բոլոր գետնի վրա ցող լինի»։ Եվ այն գիշերը Աստված այնպես արավ. մինակ գզաթի վրա չորություն և բոլոր գետնի վրա ցող եղավ։ Գիրք դատավորաց, գլուխ 7։ Եվ Հերոբաղը, այսինքն Գեդեոնը և նրա հետ եղող բոլոր ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցան Հարոդի աղբյուրի մոտ։ Եվ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմերն էր, դեպի Մորեի բլուրը, հովիտի մեջ։ Եվ Տերն ասեց Գեդեոնին. «Քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամը նրանց ձեռքը տամ։ Միգուցե Իսրայելն ինձ դեմ պարծենա, ասելով, թե իմ ձեռքն ինձ ազատեց։ Եվ հիմա քարոզ կարդալ տուր ժողովրդի ականջին և ասիր. ով որ վախկոտ և վատասիրտ է, թող ետ դառնա և Գաղաատ սարիցը գնա։ Եվ ժողովրդիցը 22,000 հոգի ետ դառան և մնացին 10,000։ Եվ Տերն ասեց Գեդեոնին. ժողովուրդը տակավին շատ է, ջրի մոտ իջեցրու նրանց և այնտեղ քեզ համար նրանց փորձեմ։ Եվ որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա քեզ հետ թող գնա։ Եվ որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա, նա թող չգնա։ Եվ նա ժողովրդին ջրի մոտ իջեցրեց։ Եվ Տերը Գեդեոնին ասեց. ով որ շան լակելու պես ջուրը լեզուով լակե, նրան առանձին կանգնեցնես, և ով որ էլ խմելու համար իր ծնկների վրա կորանա։ Եվ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը 300 հոգի էր, և բոլոր մնացած ժողովուրդն իրանց ծնկների վրա կորացան ջուր խմելու համար։ Եվ Տերն ասեց Գեդեոնին. այն 300 մարդիկներով, որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ, և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ։ Բայց բոլոր ժողովուրդը ամեն մարդ իր տեղը գնա, վասն որոշ ժողովուրդը պաշար առան իրանց ձեռքը և իրանց փողերն էլ։ Եվ Գեդեոն Իսրայելի բոլոր մարդկանց ամեն մեկին իր վրանը ուղարկեց, բայց այն 300 մարդկանցով պինդ կանգնեց, և Մադիամի բանակը նրա տակին հովիտումն էր։ Եվ այն գիշերը եղավ, որ Տերը նրան ասեց. վեր կաց իջիր բանակը, որովհետև նրանց քո ձեռքը մատնեցի։ Եվ եթե դու վախենում ես իջնելու, քո ծառա Փուրայի հետ իջիր բանակը։ Այն ժամանակ կլսես, թե նրանք ինչ են խոսում, և հետո ձեռքերդ կուժովանան, և բանակը կիջնես։ Եվ նա իջավ, ինքը և իր ծառա Փուրան, բանակի մեջի գունդերի ծայրը։ Եվ Մադիամն և Ամաղեկը և բոլոր արևելցիները պառկել էին հովիտումը մարախների պես բազմությամբ, և նրանց ուղտերին թիվ չկար, ծովի եզերքին եղող ավազի չափ շատ էին։ Եվ Գեդեոնը գնաց, և ահա մեկ մարդ իր ընկերին երազ էր պատմում, և ասում. ես երազ տեսա, և ահա մեկ գարեղեն հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակը, և եկավ վրանին հասավ, և նրան այնպես զարկեց, որ վայր ընկավ, և գլխի վայր դարձրեց, և վրանը վայր ընկավ։ Եվ նրա ընկերը պատասխան տվավ և ասեց. դա ուրիշ բան չէ, բայց միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը, Աստված Մադիամը և բոլոր բանակը նրա ձեռքն է մատնել։ Եվ երբ որ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, Տիրոջը երկրպագություն արավ, և ետ դառավ բանակը Իսրայելի մոտ և ասեց. վեր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել։ Եվ այն 300 մարդը 3 գունդի բաժանեց, և ամենի ձեռքը փողեր և դարտակ սափորներ տվավ, և սափորների մեջ էլ ջահեր։ Եվ նրանց ասեց.
Ինձանից տեսեք և այնպես արեք, և երբ որ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դուք էլ այնպես արեք։ Եվ երբ որ ես և բոլոր ինձ հետ եղողները փողը հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ բոլոր բանակի 4 կողմում փողերը հնչեցրեք և ասեցեք. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։ Եվ Գեդեոնը և նրա հետ եղող 100 մարդը կես գիշերվա պահի սկզբին բանակի եզերքը հասան։ Եվ հենց որ պահապաններին զարթնեցրին, իսկույն փողերը հնչեցնելով իրանց ձեռքում եղած սափորները կոտրատեցին։ Եվ այն 3 խունդերն էլ փողերը հնչեցրին, և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը և աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակում էին. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։ Եվ ամեն մարդ իր տեղը կանգնել էր բանակի շուրջը, և բոլոր բանակը վազում և աղաղակում ու փախչում էին։ Եվ երբ որ այն 300 մարդը փողերը հնչեցրին, Տերը բոլոր բանակի մեջ ամեն մարդի սուրը իր ընկերի վրա դարձրեց։ Եվ զորքը մինչև Բեթասետը, դեպի սարերը, մինչև Աբել-Մաուլայի սահմանը տաբետ փախավ։ Եվ իսրայելացիք Նեփթաղիմից, Ասերից և բոլոր Մանասեից ժողովեցան, և մադիանացիներին հալածեցին։ Եվ Գեդեոնն Եփրեմի բոլոր լեռնակողմը պատգամավորներ ուղարկեց, ասելով. «Մադիանացիներին դիմավորելու իջեք, և նրանց առաջին ջրերը բռնեցեք, մինչև Բեթբարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկը ժողովեցան և ջրերը բռնեցին մինչև Բեթբարա, նաև Հորդանանը։ Եվ Մադիամի 2 իշխաններին, Օրեբին և Զեբին բռնեցին։ Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, և Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ։ Եվ մադիանացիներին հալածեցին, և Օրեբի և Զեբի գլուխները Գեդեոնին բերին Հորդանանի այն կողմիցը։ Գիրք դատավորաց, գլուխ 8։ Եվ Եփրեմեանք նրան ասեցին. «Այս ի՞նչ բան է, որ մեզ արիր, որ առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դեմ պատերազմելու»։ Եվ նրա հետ սաստիկ վեճ արին։ Եվ նա նրանց ասեց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզպես, մի՞թե Եփրեմի ճռագաղությունը Աբիեզերի այգեկութիցը լավագույն չէ։ Աստված Մադիամի իշխաններին, Օրեբին և Զեբին ձեր ձեռքը տվավ, ես ի՞նչ կարողացա անել ձեզպես»։ Իսկույն նրանց սիրտը հանդարտացավ նրա վրա, հենց որ նա այս խոսքն ասեց։ Եվ Գեդեոնն եկավ Հորդանան, և անցավ ինքը և իր հետը եղող 300 մարդիկը, թեև նվաղած էին, բայց հալածում էին։ Եվ նա ասեց Սոքքովթի մարդկանցը. «Աղաչում եմ, ետևիցս եկող ժողովրդին հացի նկանակներ տվեք, որովհետև նվաղած են, և ես Մադիամի թագավորներին, Զեբեին և Սաղմոնային հալածում եմ»։ Եվ Սոքքովթի իշխաններն ասեցին. «Միթե Զեբեի ու Սաղմանայի ձեռքը արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո զորքին հաց տանք»։ Եվ Գեդեոնն ասեց. «Ուրեմն երբ որ Տերը Զեբեին և Սաղմանային իմ ձեռքը տա, ձեր մարմինները անապատի փուշերովն ու տատասկներով պիտի ծեծեմ»։ Եվ այնտեղից վեր գնաց Փանուել, և նրանց էլ այնպես ասեց։ Եվ Փանուելի մարդիկը Սոքքովթի մարդկանց տված պատասխանի պես պատասխանեցին։ Եվ Փանուելի մարդկանցն էլ ասեց, թե երբ որ խաղաղությամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ։ Եվ Զեբեն ու Սաղմանան կարկառումն էին, և նրանց հետ նրանց բանակը, արևելքի բնակիչների բոլոր բանակից մնացածը, ամենը 15,000-ի չափ մարդ։ Եվ ընկած մեռածները 120,000 սուսերամերկ մարդիկ էին։ Եվ Գեդեոնը վեր ելավ Նոբահի և Յոգբեհայի արևելյան կողմից վրանաբնակների ճանապարհովը և բանակը զարկեց, որովհետև բանակը անհոգ էր։ Եվ Զեբեն ու Սաղմանան փախան, և Գեդեոնը նրանց հալածեց, և Մադիամի 2 թագավորներին, Զեբեին և Սաղմանային բռնեց, և բոլոր բանակը դղրդեցրեց։ Եվ Հովասի որդի Գեդեոնը պատերազմից ետ դառավ Արեսի զառիվերիցը, և Սոքքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց, և նրան հարցրեց։ Եվ նա գրեց նրա համար Սոքքովթի իշխաններին և ծերերին 77 մարդ։ Եվ Գեդեոնը Սոքքովթի բնակիչների մոտ եկավ և ասեց. «Ահա Զեբեն ու Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք ասելով. միթե Զեբեի ու Սաղմանայի ձեռքը արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո նվաղած մարդկանցը հաց տանք»։ Եվ նա քաղաքի ծերերին առավ և անապատիցը փուշեր և տատասկներ, և նրանցով Սոքքովթի մարդկանցը պատժեց։ Եվ Փանուելի աշտարակը քանդեց և քաղաքի մարդկանցը մեռցրեց։ Եվ Զեբեին ու Սաղմանային ասեց.
Ինչպես մարդիկ էին նրանք, որոնց սպանեցիք Թաբորումը։ Եվ նրանք ասեցին. Ինչպես որ դու ես, նրանք էլ այնպես էին։ Ամեն մեկը թագավորի որդիի էր նմանում։ Եվ նա ասեց. նրանք իմ եղբայրները, մորս տղերքն էին։ Կենդանի է Տերը, եթե դուք նրանց ողջ թողեիք, ես ձեզ չէի մեռցնի։ Եվ իր անդրանիկ որդի Եթերին ասեց. վեր կաց դրանց մեռցրու։ Բայց պատանին իր սուրը չքաշեց, նրա համար, որ վախեցավ, որովհետև մանկահասակ էր։ Եվ Զեբեն ու Սաղմանան ասեցին. դու վեր կաց և մեզ սպանիր, որովհետև մարդիս ուժը իրան համեմատ կլինի։ Եվ Գեդեոնը վեր կացավ և Զեբեին և Սաղմանային մեռցրեց։ Եվ նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մահիկներն առավ։ Եվ Իսրայելի մարդիկը Գեդեոնին ասեցին. մեզ վրա թագավորիր, դու էլ, քո որդին էլ, քո որդիի որդին էլ, որովհետև մեզ Մադիամի ձեռքից ազատեցիր։ Եվ Գեդեոնը նրանց ասեց. ես ձեզ վրա չեմ թագավորի, ոչ էլ իմ որդին ձեզ վրա կթագավորե, Եհովան թագավոր է ձեզ վրա։ Հետո Գեդեոնը նրանց ասեց. ձեզանից մի բան խնդրեմ, ամեն մարդ իր ավարի օղերն ինձ տա, որովհետև նրանք իսմայելացի լինելով ոսկի օղեր ունեին։ Եվ նրանք ասեցին. տալիս ենք։ Եվ մի հանդերձ փռեցին։ Եվ ամեն մարդ իր ավարի օղերը այնտեղ գցեց։ Եվ այն իր ուզած ոսկի օղերի կշիռքը 1700 սիկղ ոսկի եղավ։ Բացի մահիկներից, գինտերից և Մադիամի թագավորների վրայի ծիրանի պատմուճաններից, և բացի նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մանյակներից։ Եվ Գեդեոնը նրանցով մի եփուչ շինեց, և իր Եփրա քաղաքի մեջ դրավ, և բոլոր Իսրայելը այնտեղ նրան հետևելով բռնկվեցավ։ Եվ սա Գեդեոնի և նրա տան համար որոգայթ եղավ։ Այսպես Մադիամը Իսրայելի որդկանց առաջին նվաճվեցավ, և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերումը երկիրը 40 տարի հանգստացավ։ Եվ Հովասի որդի Հերոբաղը գնաց և նստեց իր տանը։ Եվ Գեդեոնը 70 որդի ուներ իր երանքից ելած, որովհետև շատ կանայք ուներ։ Եվ Սյուքեմի մեջ ունեցած հաշտն էլ նրա համար մի որդի ծնեց, և նրա անունը Աբիմելեք դրավ։ Եվ Հովասի որդի Գեդեոնը բարի ծերությամբ մեռավ, և Աբիեզերի անց Եփրայի մեջ իր հոր Հովասի գերեզմանումը թաղվեցավ։ Եվ եղավ, երբ որ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիքը ետ դառան, և Բահաղիմին հետևելով բռնկվեցան, և Բահաղ Պերիտն իրանց աստված արին։ Եվ Իսրայելի որդիքը չհիշեցին իրանց Տեր Աստծուն, որ իրանց ազատել էր իրանց շրջակա ամեն թշնամիների ձեռքիցը։ Եվ Հերոբաղի, այսինքն Գեդեոնի տանը կթություն չարին այն ամեն բարության համեմատ, որ նա արավ Իսրայելին։ Գիրք դատավորած, գլուխ 9։ Եվ Հերոբաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ իր մոր եղբայրների մոտ և խոսեց նրանց հետ և իր մոր հոր բոլոր ազգատոհմի հետ ասելով. աղաչում եմ, Սյուքեմի բոլոր բնակիչների ականջներին ասեցեք, թե ո՞րն է լավ ձեզ համար։ Հերոբաղին բոլոր որդկանց 70 մարդկանց ձեզ վրա թագավորելը, թե մեկ մարդի ձեզ վրա թագավորելը, և հիշեցեք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ։ Եվ նրա մոր եղբայրները նրա մասին ամեն այս խոսքերը Սյուքեմի բոլոր բնակիչների ականջներին ասեցին։ Եվ նրանց սիրտը դարձավ Աբիմելեքին, որովհետև ասեցին, թե նա մեր եղբայրն է, և Բահաղ Պերիթի տանիցը 70 կտոր արծաթ տվի նրան։ Եվ Աբիմելեքը նրանցով դատարկյաց և սրիկա մարդիկ վարձքով բռնեց, և նրանք նրա ետևիցը գնացին։ Եվ գնաց Եփրա իր հոր տունը, և իր եղբայրներին Հերոբաղի որդկանցը 70 հոգի մեկ քարի վրա սպանեց։ Բայց Հերոբաղի փոքր տղան Հովաթամը ողջ մնաց, ըստ որում թակ էր կացել։ Եվ բոլոր Սյուքեմի բնակիչները և Մելոնի բոլոր տունը մեկտեղ ժողովվեցան, և գնացին Աբիմելեքին թագավոր արին, Հարցանի կաղնիի մոտ, որ Սյուքեմումն է, և այս բանը Հովաթամին իմացրին, և նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց, և ձայնը բարձրացնելով աղաղակեց և նրանց ասեց. «Ով Սյուքեմի բնակիչներ, ինձ լսեցեք, և Աստված ձեզ լսե»։ Ծառերը գնացին, որ իրանց համար մի թագավոր օծեն, և Ձիթենիին ասեցին. «Մեզ վրա թագավոր եղիր»։ Բայց Ձիթենին նրանց ասեց. «Իմ պարարտությունը թողեմ, որ ինձանով պատվում են Աստված և մարդիկը, և գնամ ծառերի վրա իշխեմ»։
Եվ ծառերը թզենիին ասեցին. «Դու եկ մեզ վրա թագավոր եղիր»։ Եվ թզենին նրանց ասեց. «Իմ քաղցրությունը և իմ լավ պտուղը թողեմ և գնամ ծառերի վրա իշխեմ»։ Այն ժամանակ ծառերը որդին ասեցին. «Դու եկ մեզ վրա թագավոր եղիր»։ Որդն էլ նրանց ասեց. «Իմ Աստված ու մարդիկ ուրախացնող գինին թողեմ և գնամ ծառերի վրա իշխեմ»։ Այն ժամանակ ամեն ծառերը դժնկին ասեցին. «Դու եկ մեզ վրա թագավոր եղիր»։ Եվ դժնիկը ծառերին ասեց. «Եթե դուք իրավ ինձ ձեզ վրա թագավոր եք ուզում, եկեք իմ հովանի տակին նստեցեք, եթե ոչ, դժնկիցը կրակ դուրս գա և Լիբանանի եղևնիներն այրե։ Եվ հիմա եթե դուք ճշմարտությամբ և արդարությամբ վարվեցիք և Աբիմելեքին թագավոր արիք, և եթե Հերոբաղին և նրա տանը բարություն արիք, և եթե նրա ձեռքի գործքերի համեմատ նրան հատուցում արիք, որ իմ հայրը ձեզ համար պատերազմ արավ և իր անձը չխնայեց և մեզ Մադիամի ձեռքից ազատեց, իսկ դուք այսօր իմ հոր տան դեմ եք կանգնել, և նրա որդիքը 70 մարդ մեկ քարի վրա սպանեցիք, և նրա աղախնի տղան Աբիմելեքը Սյուքեմի բնակիչների վրա թագավոր արիք, ըստ որում ձեր եղբայրն էր։ Եվ եթե այսօր Հերոբաղի և նրա տան հետ ճշմարտությամբ և արդարությամբ վարվեցիք, Աբիմելեքի վրա ուրախացեք, նա էլ ձեզ վրա թող ուրախանա, ապա եթե ոչ, թող Աբիմելեքիցը կրակ դուրս գա և Սյուքեմի բնակիչներին և Մելոնի տունը այրե։ Եվ Սյուքեմի բնակիչներիցը և Մելոնի տանիցը կրակ դուրս գա և Աբիմելեքին այրե։ Եվ Հովաթամը փախավ, ազատվեցավ և գնաց Բեիր, և իր Աբիմելեք եղբորից վախենալով այնտեղ բնակվեց։ Եվ Աբիմելեքը Իսրայելի վրա 3 տարի իշխեց։ Եվ Աստված Աբիմելեքի և Սյուքեմի բնակիչների մեջ չար ոգի ուղարկեց։ Եվ Սյուքեմի բնակիչները Աբիմելեքի հետ նենգությամբ վարվեցան, որպեսզի Հերոբաղի 70 որդկանց եղած անիրավությունը գա, և նրանց արյունը նրանց եղբոր Աբիմելեքի վրա հասնե, որ նրանց սպանել էր, և Սյուքեմի բնակիչների վրա, որոնք նրա ձեռքը զորացրել էին իր եղբայրներին սպանելու։ Եվ Սյուքեմի բնակիչները սարերի գլուխներին նրա համար դարաններ պատրաստեցին և կողոպտում էին իրանց մոտով ամեն անցնողներին։ Եվ այս բանը իմացրին Աբիմելեքին։ Եվ Աբեդի որդի Գաղը և նրա եղբայրները եկան Սյուքեմի մեջը մտան, և Սյուքեմի բնակիչները նրան ապավինեցին։ Եվ դուրս եկան դաշտը, և իրանց այգիների խաղողները քաղեցին, և կոխելով ուրախություն արին, և իրանց Աստծո տունը մտան, և կերան ու խմեցին, և Աբիմելեքին անիծեցին։ Եվ Աբեդյան Գաղն ասեց. Աբիմելեքն ով է, և Սյուքեմն ով է, որ մենք նրան ծառայենք, չէ՞ որ Հերոբաղի տղան է, և Զեբուղը նրա փոխանորդը։ Դուք Սյուքեմի հոր Եմովրի մարդկանցը ծառայություն արեք, և մենք ինչու համար նրան ծառայենք։ Երանի թե այս ժողովուրդն իմ ձեռքն անցներ, և ես Աբիմելեքին հեռացնեի։ Եվ Աբիմելեքին ասեց. զորքերդ շատացրու և դուրս եկ։ Եվ քաղաքի իշխան Զեբուղը, երբ որ լսեց Աբեդյան Գաղի խոսքերը, բարկությունը բորբոքվեց, և խորամանկ կերպով Աբիմելեքին պատգամավորներ ուղարկեց, ասելով. ահա Աբեդյան Գաղը և իր եղբայրները եկել են Սյուքեմ, և ահա նրանք քաղաքը քեզ դեմ են հանում, և հիմա դու և քեզ հետ լինող ժողովուրդը գիշերով վեր կաց, և դաշտումը դարան նստիր, և առավոտը հենց որ արեգակը ծագե, կանուխ վեր կաց ու քաղաքի վրա հարձակվիր, և ահա նա և նրա հետ եղող ժողովուրդը քեզ դեմ են դուրս գալու։ Այն ժամանակ ձեռքիցդ եկածը արա նրան։ Եվ Աբիմելեքը և նրա հետ եղող բոլոր ժողովուրդը գիշերով վեր կացան և 4 գունդով Սյուքեմի դեմ դարանի մեջ նստեցին։ Եվ Աբեդյան Գաղը դուրս եկավ և քաղաքի դռան առաջին կանգնեց։ Եվ Աբիմելեքը և իր հետն եղող ժողովուրդը դուրս եկան դարաններիցը։ Եվ Գաղը տեսավ այն ժողովրդին և Զեբուղին ասեց. ահա սարերի գլխից է ժողովուրդ է իջնում։ Եվ Զեբուղը նրան ասեց. դու սարերի շուկն ես տեսնում մարդկանց պես։ Եվ Գաղը շարունակեց խոսքը և ասեց. ահա երկրի բարձր տեղից է ժողովուրդ է իջնում, և մեկ գունդ էլ է գալիս Մեոնենի մի կաղնիի ճանապարհովը։ Եվ Զեբուղը նրան ասեց. Ո՞ւր է քո այն բերանը, որով ասում էիր, թե Աբիմելեքն ով է, որ մենք նրան ծառայություն անենք։ Ահա սա այն ժողովուրդն են, որ դու արհամարհեցիր։ Հիմա վեր կաց նրա հետ պատերազմիր։
Եվ Գաղաղը Սյուքեմի բնակիչների առաջը դուրս եկավ և Աբիմելեքի հետ պատերազմ արավ։ Եվ Աբիմելեքը նրան հալածեց, և նա նրա առաջիցը փախավ, և շատերը մեռած ընկան մինչև դռան առաջը։ Եվ Աբիմելեքը Արումայի մեջ բնակվեց։ Եվ Զեբուղը քշեց Գաղաղին և նրա եղբայրներին, որ Սյուքեմում չբնակվին։ Եվ հետևյալ օրը ժողովուրդը դուրս եկավ դաշտը, և Աբիմելեքին իմացրին, և նա ժողովուրդն առավ 3 գունդի բաժանեց։ Եվ դաշտի մեջ դարանամուտ եղավ, և տեսավ, որ ահա ժողովուրդը քաղաքիցը դուրս է գալիս, և նրանց վրա հարձակվելով նրանց զարկեց։ Եվ Աբիմելեքը և նրա հետ եղող գունդը հարձակվեցան քաղաքի դռան առաջին կանգնեցին, և 2 գունդերը բոլոր դաշտի մեջ եղողների վրա հարձակվելով նրանց զարկեցին։ Եվ Աբիմելեքն այն բոլոր օրը քաղաքի հետ պատերազմեց, և քաղաքն առավ, և այն մարդիկը, որ մեջն էին, կոտորեց, և քաղաքը քանդեց և աղց անեց։ Եվ Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները, երբ որ լսեցին, Բերիտ Աստծո տանը բերդը մտան։ Եվ Աբիմելեքին իմացրին, թե Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները ժողովվել են։ Եվ Աբիմելեքը և իր հետ եղող բոլոր ժողովուրդը վեր ելան Սելմոն սարը։ Եվ Աբիմելեքը տապարը ձեռքն առավ, և մի ծառի ոսկ կտրեց, և նրան վեր առավ իր ուսի վրա դրավ, և իր հետ եղող ժողովրդին ասեց. «Ահա տեսաք, ինչ որ ես արի, շուտով դուք էլ ինձպես արեք»։ Եվ ժողովրդի ամենն էլ մեկ-մեկ ոսկ կտրեցին, և Աբիմելեքի ետևից գնացին, և բերդի մոտ դրին, և նրանցով բերդը կրակով այրեցին։ Այսպես Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկն էլ, որոնք հազարի չափ մարդիկ և կանայք էին, մեռան։ Եվ Աբիմելեքը գնաց Թեբես, և Թեբեսը պաշարեց, և նրան առավ։ Եվ քաղաքի մեջտեղումը մեկ պինդ աշտարակ կար, և քաղաքի բոլոր բնակիչները, մարդիկը և կանայքը փախան այնտեղ, և դուռը ներսիցը կողպեցին, և վեր ելան աշտարակի կտուրը։ Եվ Աբիմելեքը գնաց մինչև աշտարակը, և նրա հետ պատերազմ արավ։ Եվ աշտարակի դռանը մոտեցավ, որ նրան կրակով այրե։ Եվ մի կին մի երկնաքարի կտոր գցեց Աբիմելեքի գլխին, և նրա գագաթը կոտրեց։ Եվ նա շուտով կանչեց իր զենքերը կրող երիտասարդին և նրան ասեց. «Սուրդ քաշիր և ինձ մերձրու։ Միգուցե ինձ համար ասեն, թե մի կին սպանեց նրան»։ Եվ երիտասարդը նրան խոցեց, և նա մեռավ։ Եվ Իսրայելի մարդիկը տեսան, որ Աբիմելեքը մեռավ, և ամեն մարդ իր տեղը գնաց։ Այսպես Աստված ետ դարձրեց Աբիմելեքի չարությունը, որ նա իր խորն արել էր իր 70 եղբայրներին սպանելով։ Եվ Սյուքեմի մարդկանց բոլոր չարությունը Աստված նրանց գլխին դարձրեց, և Երոբաղի որդի Հովաթամի անեծքը նրանց վրա եկավ։ Գիրք դատավորաց, գլուխ 10։ Եվ Աբիմելեքից հետո Իսրայելին ազատելու համար Իսաքարյան Դովդայի որդի Փուայի որդի Թովղան վեր կացավ, և նա Եփրեմի սարումը Սամիրի մեջ էր բնակվում։ Եվ Իսրայելի մեջ 23 տարի դատավարություն արավ, և մեռավ և Սամիրի մեջ թաղվեցավ։ Եվ նրանից հետո Գաղաադացի հայրը վեր կացավ, և Իսրայելի մեջ 22 տարի դատավարություն արավ։ Եվ նա 30 որդի ուներ, որոնք հեծնում էին 30 ավանակի վրա։ Եվ նրանք Գաղաադի երկրում 30 քաղաք ունեին, որոնք մինչև այսօրը ասվում են հայրի գյուղաքաղաքները։ Եվ հայրը մեռավ, և Կամոնի մեջ թաղվեցավ։ Եվ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարություն անելու, և պաշտեցին Բահաղիմը և Աստարովթը, և Ասորիների աստվածները, և Սիդոնի աստվածները, և Մովաբի աստվածները, և Ամմոնի որդկանց աստվածները, և փղշտացիների աստվածները, և թողեցին Տիրոջը և նրան ծառայություն չարին։ Եվ Տիրոջ պարկությունը Իսրայելի վրա բորբոքվեց, և նրանց մատնեց փղշտացիների ձեռքը և Ամմոնի որդկանց ձեռքը։ Եվ նրանք նեղեցին և հարստահարեցին Իսրայելի որդիներին այն տարվանից մինչև 17 տարի, այսինքն բոլոր Իսրայելի որդիներին, որոնք Հորդանանի այն կողմին Գաղաադումն էին ամորհացիների երկրի մեջ։ Նաև Ամոնի որդիքը Հորդանանից անցան, որ Հուդայի հետ, Բենյամինի հետ և Եփրեմի տան հետ պատերազմ անեն։ Եվ Իսրայելը շատ մեծ նեղության մեջ էր։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին և ասեցին.
քեզ դեմ մեղ գործեցինք, որովհետև մեր Աստծուն թողեցինք և Բահաղիմը պաշտեցինք։ Եվ Տերը Իսրայելի որդկանցն ասեց. ահա ձեզ ազատեցի եգիպտացիներիցը, ամորհացիներիցը, Ամոնի որդիներիցը և փղշտացիներիցը, նաև Սիդոնացիները, Ամաղեկացիները և Մաոնացիները ձեզ նեղում էին, և դուք ինձ աղաղակեցիք, ես ձեզ նրանց ձեռքից ազատեցի։ Բայց դուք ինձ թողեցիք և ուրիշ աստվածների ծառայություն արիք։ Նրա համար ես այլևս ձեզ չեմ ազատելու։ Գնացեք ձեր ընտրած աստվածներին աղաղակեցեք։ Նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակին։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջը ասեցին. մենք մեղ գործեցինք, քո աչքի առաջին ինչ որ հաճելի է, այն արա մեզ, բայց միայն աղաչում ենք, ազատիր մեզ այսօր։ Եվ իրանց միջիցը վեր առան օտար աստվածներին, և Տիրոջը ծառայություն արին։ Եվ նրա սիրտն իջավ Իսրայելի նեղության համար։ Եվ Ամոնի որդիքը ժողովեցան և Գաղադի մեջ բանակ տվին։ Իսրայելի որդիքն էլ ժողովեցան և Մասփայի մեջ բանակ տվին։ Եվ ժողովուրդը Գաղադի իշխաններն իրար ասեցին. ով է այն մարդը, որ սկսե Ամոնի որդկանց հետ պատերազմ անելու, նա Գաղադի բոլոր բնակիչների գլուխը լինի։ Գիրք դատավորաց, գլուխ 11։ Եվ Գաղադացի Հեփթայեն հզոր զորավոր մարդ էր, և նա մի պոռնի կնկազավակ էր, և Հեփթայի հայրը Գաղաադն էր, և Գաղաադի կինը նրա համար զավակներ ծնեց։ Եվ երբ որ այն կնկազավակները մեծացան, Հեփթային հալածեցին, և նրան ասեցին. դու մեր հոր տան մեջ ժառանգություն պիտի չունենաս, որովհետև դու մի օտար կնկազավակ ես։ Եվ Հեփթային իր եղբայրների երեսիցը փախչելով Տովբի երկրում բնակվեց։ Եվ Հեփթայի մոտ սրիկամարտիկ ժողովեցան և ման էին գալիս նրա հետ։ Եվ եղավ, որ մի ժամանակից հետո Ամոնի որդիքը Իսրայելի հետ պատերազմ արին։ Եվ երբ որ Ամոնի որդիքը Իսրայելի հետ պատերազմ էին անում, Գաղադի ծերերը գնացին, որ Հեփթային Տովբի երկրիցն առնեն։ Եվ Հեփթային ասեցին. եկ մեզ զորագլուխ եղիր, որ Ամոնի որդկանց հետ պատերազմ անենք։ Եվ Հեփթային Գաղադի ծերերին ասեց. չէ՞ որ դուք ինձ ատեցիք և ինձ հալածեցիք իմ հոր տանիցը, և հիմա ինչու համար եք եկել ինձ մոտ, որ նեղության մեջ եք։ Եվ Գաղադի ծերերը Հեփթային ասեցին. նրա համար ենք հիմա քեզ դիմել, որ մեզ հետ գնաս և Ամոնի որդկանց դեմ պատերազմ անես, և մեզ Գաղադի բոլոր բնակիչներից գլուխ լինես։ Եվ Հեփթային Գաղադի ծերերին ասեց. եթե դուք ինձ դարձնեք Ամոնի որդկանց դեմ պատերազմ անելու համար, և Տերը նրանց իմ ձեռքը մատնե, ես ձեզ գլուխ լինեմ։ Եվ Գաղադի ծերերը Հեփթային ասեցին. Տերը մեր մեջ լսե, եթե ասածից պես չանենք։ Եվ Հեփթային ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իրանց վրա գլուխ և զորապետ դրին։ Եվ Հեփթային խոսեց Մասփայումը, Տիրոջ առաջին, իր բոլոր խոսքերը։ Եվ Հեփթային Ամոնի որդկանց թագավորին պատգամավորներ ուղարկեց, ասելով. դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ ինձ մոտ եկար իմ երկրում պատերազմ անելու։ Եվ Ամոնի որդկանց թագավորը Հեփթայի պատգամավորներին ասեց, թե Իսրայելն Եգիպտոսից դուրս գալիս Արնոնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան իմ երկիրն առավ։ Հիմա խաղաղությամբ ետ դարձրու այն։ Եվ Հեփթային Ամոնի որդկանց թագավորին կրկին պատգամավորներ ուղարկեց։ Եվ նրան ասեց. Հեփթային այսպես է ասում. Իսրայելը չառավ Մովաբի երկիրը և Ամոնի որդկանց երկիրը, որովհետև Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը մինչև Կարմիր ծովը անապատովը գնաց և եկավ Կադես։ Եվ Իսրայելը Եդովմի թագավորի մոտ դեսպաններ ուղարկեց, ասելով. աղաչում եմ, թող քո երկրովն անցնեմ։ Բայց Եդովմի թագավորը չլսեց և Մովաբի թագավորի մոտ էլ ուղարկեց, նա էլ թող չտվավ։ Եվ Իսրայելը մնաց Կադեսի մեջ։ Եվ անապատովը գնաց, և Եդովմի երկրովը և Մովաբի երկրովը պտույտ տվավ։ Եվ Մովաբի երկրի արևելյան կողմիցը գնալով Արնոնի այն կողմին բանակ տվավ։ Բայց Մովաբի սահմանը չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Արնոնն էր։ Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց ամորհացիների Սեհոն թագավորի մոտ, որ Եսեբոնի թագավորն էր։ Եվ Իսրայելը նրան ասեց. աղաչում եմ, քո երկրովն անցնեմ մինչև իմ տեղը։ Բայց Սեհոնը Իսրայելին հավատք չընծայեց, որ նա իր սահմանովն անցներ։ Եվ Սեհոնը իր բոլոր ժողովրդին ժողովեց և բանակ տվին Հասայի մեջ։ Եվ նա Իսրայելի դեմ պատերազմ արավ։
Եվ Իսրայելի Տեր Աստվածը Սեհոնին և նրա բոլոր ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, և նրանք զարկեցին նրանց, և Իսրայելը այն երկրումը բնակող ամորհացիների բոլոր երկիրն առավ, և ժառանգեցին ամորհացիների բոլոր սահմանը, Արնոնից մինչև Հաբոկ, և անապատիցը մինչև Հորդանան, և հիմա Իսրայելի Տեր Աստվածն է ամորհացիներին իր Իսրայել ժողովրդի առաջից հալածել, դու ժառանգես այն։ Չէ՞ որ դու քո Աստծո քամովսի քեզ ժառանգություն տվածը կժառանգես։ Մենք էլ ժառանգում ենք մեր Եհովա Աստծո մեր առաջից հալածածը։ Եվ հիմա դու Մովաբի թագավոր Սեփորյան բաղակիցն ավելի լավ ես։ Միթե նա վիճեց Իսրայելի հետ, կամ նրանց հետ պատերազմ արավ։ Իսրայելը Եսեբոնում և նրա գյուղերումը, Արոերում և նրա գյուղերումը, և Արնոնի եզերքի վրա եղող բոլոր քաղաքներումը 300 տարի է, որ բնակվում է։ Եվ ինչու համար այնքան ժամանակ չազատեցիք։ Եվ ես քեզ դեմ հանցանք չեմ արած, և դու ինձ հետ պատերազմանելով ինձ չարություն ես անում։ Այսօր Իսրայելի որդկանց և Ամոնի որդկանց մեջ դատավոր եղող Եհովան դատաստան անե։ Բայց Ամոնի որդկանց թագավորը Հեփթայի ուղարկած խոսքերը չլսեց։ Եվ Տիրոջ հոգին Հեփթայի վրա եղավ, և նա Գաղաադիցն ու Մանասեիցն անցկացավ, և Գաղաադի մազփայիցն էլ անցավ, և Գաղաադի մազփայիցն Ամոնի որդկանց վրա գնաց։ Եվ Հեփթային Տիրոջն ուխ տարավ և ասեց. «Եթե Ամոնի որդիքը բոլորովին իմ ձեռքը մատնես, այն ժամանակ իմ տան դռնից ինձ դիմավորելու դուրս եկողը, երբ որ ես խաղաղությամբ ետ դառնամ Ամոնի որդիներից, Տիրոջը թող լինի, և նրան ողջակես մատուցանեմ»։ Եվ Հեփթային Ամոնի որդկանց վրա գնաց նրանց հետ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։ Եվ նա զարկեց Արոերից մինչև Մենիդ 20 քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ սաստիկ կոտորածով, և Ամոնի որդիքը Իսրայելի որդկանց առաջին նվաճվեցան։ Եվ Հեփթային եկավ Մասփա իր տունը, և ահա նրա աղջիկը դուրս էր գալիս թմբուկներով և պարերով նրան դիմավորելու։ Եվ նա նրա մեկ հատ զավակն էր, և բացի նրանից տղա կամ աղջիկ չուներ։ Եվ երբ որ նրան տեսավ, իր հանդերձը պատառեց և ասեց. «Օ, աղջիկս, դու ինձ նկուն արիր, և դու ինձ փորձանքի մեջ գցեցիր, որովհետև ես բերանս բացի Տիրոջը և չեմ կարող ետ դարձնել»։ Եվ աղջիկը նրան ասեց. «Հայր իմ, բերանդ բացել ես Տիրոջը, արա ինձ ինչպես որ դուրս է եկել բերանիցդ, ըստ որում Տերը քեզ համար քո թշնամիներիցը, Ամոնի որդկանցիցը վրեժխնդրություն արավ»։ Եվ իր հորն ասեց. «Միայն այս բանն արա ինձ 2 ամիս թող տուր, որ վեր գնամ սարերը և իջնեմ, և իմ ընկերներովն իմ կուսության վրա լաց լինեմ»։ Եվ նա ասեց. «Գնա»։ Եվ նրան 2 ամիս թող տվավ։ Եվ նա իր ընկերներովը գնաց, և սարերի վրա իր կուսությունը լաց եղավ։ Եվ 2 ամիսը լրանալուց հետո իր հոր մոտ դարձավ, և նա իր արած ուխտը նրա մասին կատարեց, և նա այր չճանաչեց։ Եվ Իսրայելի մեջ սովորություն եղավ, որ ժամանակ Իսրայելի աղջիկները գնան և Գաղաադացի Հեփթայի աղջկան համար տարին 4 օր լաց լինեն։ Գիրք դատավորաց, գլուխ 12։ Եվ Եփրեմի մարդիկը ժողովեցան և դեպի հյուսիսային կողմն անցան, և Հեփթային ասեցին. «Ինչու համար Ամոնի որդկանց հետ գնացիր պատերազմելու և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Մենք քո տունը քեզ վրա կրակով վայրելու ենք»։ Եվ Հեփթային նրանց ասեց. «Ես և իմ ժողովուրդը Ամոնի որդկանց հետ մեծ կռիվներ ունեցանք, և ես ձեզ կանչեցի, բայց դուք ինձ նրանց ձեռքից չազատեցիք։ Ես էլ երբ որ տեսա, որ դուք ինձ չեք ազատում, հոգիս ձեռքիս մեջ դրի և գնացի Ամոնի որդկանց վրա, և Տերը նրանց իմ ձեռքը մատնեց։ Եվ ինչու համար դուք այսօր ինձ դեմ եկաք պատերազմելու»։ Եվ Հեփթային Գաղաադի բոլոր մարդկանցը ժողովեց Եփրեմի հետ պատերազմ արավ, և Գաղաադի մարդիկը Եփրեմյաններին զարկեցին, որովհետև ասել էին, թե դուք Գաղաադացիներ Եփրեմի փախստականներ եք Եփրեմի մեջ և Մանասեի մեջ։ Եվ Գաղաադացիները Եփրեմի առաջին Հորդանանի անցքերը բռնեցին։ Եվ երբ որ Եփրեմի մի փախստականը ասում էր. «Թող տվեք անցնեմ», այն ժամանակ Գաղաադի մարդիկը նրան ասում էին. «Եփրեմյան ես դու»։ Նա ասում էր. «Ոչ»։ Եվ նրան ասում էին. «Ապա ասիր Շիբոլեթ», և նա ասում էր. «Սիբոլեթ», որովհետև չէր կարողանում ուղիղ արտասանել։ Եվ նրան բռնում էին, և Հորդանանի անցքերումը սպանում էին։
եւ այն ժամանակ Եփրեմիցը 42,000 մարդ ընկավ։ Եվ Հեփթային Իսրայելի մեջ 6 տարի դատավարություն արավ։ Եվ Գաղադացի Հեփթային մեռավ եւ թաղվեցավ Գաղադի քաղաքների մեկումը։ Եվ նրանից հետո Իսրայելի մեջ Բեթլեհեմացի Աբեսանը դատավարություն արավ։ Եվ նա 30 տղա ուներ եւ 30 աղջիկ, որոնց դուրս մարդի տվավ։ Եվ դրսիցն իր տղերանց համար 30 աղջիկ բերավ։ Եվ ինքն Իսրայելի մեջ 7 տարի դատավարություն արավ։ Եվ Աբեսանը մեռավ եւ թաղվեցավ Բեթլեհեմումը։ Եվ նրանից հետո Զաբուղոնացի Ելոնը եղավ Իսրայելի դատավոր։ Եվ Իսրայելի մեջ 10 տարի դատավորություն արավ։ Եվ Զաբուղոնացի Ելոնը մեռավ եւ թաղվեցավ Զաբուղոնի երկրումը Այեղոնի մեջ։ Եվ նրանից հետո Փարաթոնացի Հելելի որդի Աբդոնը եղավ Իսրայելի դատավոր։ Եվ նա 40 տղա եւ 30 թոռներ ուներ, որոնք հեծնում էին 70 ավանակների վրա։ Եվ ինքը Իսրայելի մեջ 8 տարի դատավարություն արավ։ Եվ Փարաթոնացի Հելելի որդին Աբդոնը մեռավ եւ թաղվեցավ Ամաղեկացիների սարի վրա Եփրեմի երկրումը Փարաթոնի մեջ։ Գիրք դատավորած գլուխ 13։ Եվ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարություն անելու, եւ Տերը նրանց 40 տարի փղշտացիների ձեռքը մատնեց։ Եվ մի Սարաացի մարդ կար Դանի ցեղից, Մանուե անունով, եւ նրա կնիկը ամուլ էր եւ զավակ չէր ծնում։ Եվ Տիրոջ հրեշտակը երևեցավ այս կնկան եւ նրան ասեց. «Ահա դու հիմա ամուլ ես եւ չես ծնում, բայց կհղանաս եւ մի որդի կծնես։ Հիմա զգույշ կաց, որ գինի կամ ցքի չխմես եւ ոչ անմաքուր բան ուտես, որովհետեւ ահա դու կհղանաս եւ մի որդի կծնես, եւ նրա գլխի վրա ածելի պիտի չգա, նրա համար, որ այն տղան արգանդից Աստծո ուխտավորը պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայելին ազատել փղշտացիների ձեռքիցը։ Եվ կնիկը գնաց եւ իր մարդին պատմեց, ասելով. Աստծո մի մարդը ինձ մոտ եկավ, եւ նրա դեմքը Աստծո հրեշտակի դեմքի պես ահարկու էր։ Եվ ես չհարցրի, թե որտեղից է նա, եւ նա էլ իր անունը ինձ չասեց, բայց ինձ ասեց. ահա դու կհղանաս եւ մի որդի կծնես, հիմա գինի ու ցքի չխմես եւ անմաքուր բան չուտես, որովհետեւ այն տղան արգանդից մինչեւ իր մահվան օրը Աստծո ուխտավորը պիտի լինի։ Եվ Մանուեն Տիրոջն աղաչեց եւ ասեց. աղաչում եմ, ով Տեր իմ, այն Աստծո մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ մեզ մոտ գա եւ մեզ սովորեցնե, թե այն ծնվելու տղային ինչ անենք։ Եվ Աստված Մանուեի ձայնը լսեց, եւ Աստծո հրեշտակը դարձյալ այն կնկան մոտ եկավ, երբ որ նա արտումը նստել էր, եւ նրա մարդը Մանուեն հետը չէր։ Եվ կնիկը շուտով վազեց, եւ իր մարդին պատմեց եւ նրան ասեց. ահա այն օրն ինձ մոտ եկող մարդն ինձ երևացել է։ Եվ Մանուեն վեր կացավ իր կնկա ետևիցը գնաց, եւ նրան ասեց. դու ես այն մարդը, որ այս կնկան հետ խոսել ես։ Եվ նա ասեց. ես եմ։ Եվ Մանուեն ասեց. երբ որ քո խոսքերը կատարվին, ինչ կերպ պետք է անել տղային, եւ ինչ է նրա բանը։ Եվ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասեց. ամեն իմ ասածիցը թող կնիկը զգուշանա, որդիցը դուրս եկած ոչ մի բան չուտե, եւ գինի եւ ցքի չխմե, եւ անմաքուր բան չուտե, եւ ամեն իմ պատվիրածը պահե։ Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասեց. աղաչում եմ, թող քեզ պահենք եւ այծերիցը մի ուր պատրաստենք քո առաջին։ Եվ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասեց. թեև ինձ պահես էլ, քո հացիցը չեմ ուտի, բայց եթե ողջակեզ անես, Տիրոջը զոհիր այն, որովհետև Մանուեն չիմացավ, թե նա Տիրոջ հրեշտակն է։ Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասեց. անունդ ինչ է, որպեսզի երբ որ խոսքդ կատարվի, քեզ պատվենք։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան ասեց. այս ինչու ես հարցնում իմ անունը, որովհետև նա սքանչելի է։ Եվ Մանուեն առավ ուլն ու հացի նվերը եւ ապառաժի վրա զոհեց Տիրոջը։ Եվ նա Մանուեի եւ նրա կնկա աչքերի առաջին հրաշք արավ, որովհետև երբ որ բոցը բարձրանում էր սեղանիցը դեպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցովը վեր ելավ։ Եվ Մանուեն եւ իր կնիկը մտիկ էին անում, եւ երեսի վրա գետին ընկան։ Եվ Տիրոջ հրեշտակը այլևս Մանուեին եւ նրա կնկան չերևեցավ։ Այն ժամանակ Մանուեն հասկացավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։ Եվ Մանուեն ասեց իր կնկան. անպատճառ պիտի մեռնենք, որովհետև Աստծուն տեսանք։
Եվ կնիկը նրան ասեց. «Եթե Տերը ուզեր մեզ մեռցնել, մեր ձեռքիցը ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի, եւ այս բոլոր բաները մեզ չէր ցույց տա, եւ այս ժամանակին այսպիսի բաներ մեզ լսել չէր տա»։ Եվ կնիկը մի որդի ծնեց, եւ նրա անունը Սամփսոն կոչեց, եւ տղան մեծացավ, եւ Տերը օրհնեց նրան, եւ Տիրոջ հոգին սկսեց նրա վրա գալ Սարայի եւ Եսթավուղի մեջ տեղը, Դանի բանակումը։ Գիրք դատավորաց, գլուխ 14։ Եվ Սամփսոնն իջավ Թամնաթը, եւ Թամնաթայումը փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ, եւ վեր գնաց ու իր հորը եւ մորը պատմեց եւ ասեց. Թամնաթայումը փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, եւ հիմա ինձ համար կին առեք նրան։ Եվ նրա հայրն ու մայրը նրան ասեցին. Մի՞թե քո եղբայրների աղջիկներումը եւ իմ բոլոր ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս անթլպատ փղշտացիներից կին առնես։ Բայց Սամփսոնն իր հորն ասեց. Նրան առ ինձ համար, որովհետև իմ աչքերին հաճելի է։ Եվ նրա հայրն ու մայրը չգիտեին, որ այս բանը Տերիցն է, որովհետև նա փղշտացիներից մեկ առիթ էր որոնում։ Եվ այն ժամանակը փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա։ Եվ Սամփսոնն իր հոր ու մոր հետ Թամնաթ իջավ։ Եվ եկան մինչև Թամնաթայի այգիները։ Եվ ահա մի առյուծի կորյուն մռնչելով նրան դիմավորեց։ Եվ Տիրոջ հոգին նրա վրա եկավ, եւ նա նրան պատառեց, ինչպես մի ուլ կպատառեն, եւ ձեռքումը մի բան չկար, եւ իր հորն ու մորը չպատմեց, ինչ որ արել էր։ Եվ իջավ ու այն կնկան հետ խոսեց, եւ կինը Սամփսոնի աչքերին հաճելի էր։ Եվ մի ժամանակից հետո, երբ որ ետ դարավ կնիկը առնելու, առյուծի դիակը տեսնելու համար ծռվեց ճանապարհիցը։ Եվ ահա առյուծի դիակի մեջ մեղուների գունդ եւ մեղր կար։ Եվ նա ձեռքն առավ այն եւ ուտելով գնում էր, եւ իր հոր ու մոր մոտ գնաց, եւ նրանց էլ տվավ, եւ նրանք կերան, բայց նրանց չասեց, թե մեղրը առյուծի դիակիցն է անել։ Եվ նրա հայրն իջավ այն կնկամոտ, եւ Սամփսոնը այնտեղ մի խնջույք արավ, որովհետև երիտասարդներն այսպես էին անում։ Եվ երբ որ նրան տեսան, 30 ընկեր բերին, որ նրա հետ լինեն։ Եվ Սամփսոնն ասեց նրանց. Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ։ Եթե նրան այս խնջույքի 7 օրվա մեջ ինձ բացատրեք եւ գտնեք, ես էլ ձեզ 30 շապիկ եւ 30 փոխելու հանդերձ կտամ։ Բայց եթե չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ 30 շապիկ եւ 30 փոխելու հանդերձ տաք։ Եվ նրանք ասեցին նրան. Հանելուկդ մեզ ասիր, որ լսենք։ Եվ նրանց ասեց. Կերողիցը կերակուր դուրս եկավ, եւ հզորիցն անուշ ելավ։ Եվ նրանք այս հանելուկը 3 օրվա մեջ չկարողացան բացատրել։ Եվ 7-րդ օրը Սամփսոնի կնկան ասեցին. Մարդիդ խափիր, որ հանելուկը մեզ բացատրե, որ միգուցե քեզ եւ քո հոր տունը կրակով այրենք։ Մեզ կոոպտելու համար կանչեցիք, չէ՞։ Եվ Սամփսոնի կնիկը լաց եղավ նրա մոտ եւ ասեց. Անպատճառ դու ինձ ատում ես եւ ինձ չես սիրում։ Դու իմ ժողովրդի որդկանցը մի հանելուկ ես ասել եւ ինձ չբացատրեցիր։ Եվ նա ասեց նրան. Ահա իմ հորն ու մորը չհայտնեցի եւ քեզ պիտի հայտնեի։ Եվ նա իրանց խնջույքի 7 օրերին նրա մոտ լաց եղավ։ Եվ նա 7-րդ օրը նրան բացատրեց, որովհետև նրան նեղություն էր տալիս։ Նա էլ բացատրեց հանելուկը իր ժողովրդի որդկանցը։ Եվ քաղաքի մարդիկը 7-րդ օրը արեգակը մտնելուց առաջ նրան ասեցին. Ինչ է անուշ մեղրիցը եւ ինչ զորավոր առյուծիցը։ Եվ նա ասեց նրանց. Եթե դուք իմ երինջովը չհերկեիք, իմ հանելուկը չէիք գտնի։ Եվ Տիրոջ հոգին նրա վրա եկավ։ Եվ նա իջավ Ասկաղոն, եւ նրանցից 30 մարդ մեռցրեց, եւ նրանց հանդերձներն առավ, եւ տվավ հանելուկը բացատրողներին, եւ բարկությունը բորբոքվեց, եւ նա վեր գնաց իր հոր տունը, եւ Սամփսոնի կնիկը մարդի գնաց նրա բարեկամը եղող ընկերին։ Գիրք դատավորաց, գլուխ 15։ Եվ եղավ, որ մի ժամանակից հետո ցորենի հունձի օրերին Սամփսոնը այծերիցը մի ուլ առավ եւ գնաց իր կնկան այցելության եւ ասեց. Ներքին սենյակը գնամ կնկանս մոտ, բայց կնկահայրը նրան չթողեց, որ մտնե։ Եվ նրա հայրն ասեց. Իրավ կարծեցի, որ դու նրան բոլորովին ատեցիր եւ նրան քո ընկերին տվի։ Ահա նրա փոքր քույրը նրանից գեղեցիկ է, հիմա թող նրա տեղ նա լինի քեզ։ Եվ Սամփսոնը նրանց ասեց.
Այս անգամ փղշտացիներից նա անպատիժ եմ, եթե նրանց չարություն անեմ։ Եվ Սամսոնը գնաց 300 աղվես բռնեց և ջահեր առավ ու ագի դարձրեց և 2 ագիների մեջտեղը 1 ջահ դրավ և ջահերը կրակով վառեց և նրանց քշեց փղշտացիների հունձքերի մեջ և դիզված և չկտրված հունձքերը և մինչև անգամ այգիները, ձիթենիները այրեց։ Եվ փղշտացիները ասեցին. այս բանը ով արավ, և ասեցին. Թամնացիի փեսա Սամսոնը, որովհետև նա նրա կնիկն առավ և նրա ընկերին տվավ։ Եվ փղշտացիները վեր կացան և կնկան ու նրա հորը կրակով այրեցին։ Իսկ Սամսոնը նրանց ասեց. թեև դուք այսպես արիք, բայց ես վրեժ եմ առնելու ձեզանից և հետո կդադարեմ։ Եվ նրանց սրունքն ու երանքը մեծ հարվածով զարկեց և իջավ Եդամ, ապառաժի խոռոչումը բնակվեց։ Եվ փղշտացիները վեր գնացին ու Հուդայի մեջ բանակ տվին ու Լեքի մեջ տարածվեցան։ Եվ Հուդայյանք ասեցին. ինչու համար եք մեզ վրա եկել։ Նրանք էլ ասեցին. Սամսոնին կապելու ենք վեր եկել, որ նրան մեզ արածի պես մենք էլ իրան անենք։ Եվ Հուդայից 3000 մարդ իջան Եդամ, ապառաժի խոռոչը, և Սամսոնին ասեցին. չգիտես, որ փղշտացիները մեզ վրա իշխում են, և այս ինչ ես արել մեզ։ Եվ նա նրանց ասեց. նրանք ինձ ինչպես որ արին, ես էլ նրանց այնպես եմ արել։ Եվ նրան ասեցին. մենք իջել ենք, որ քեզ կապենք և փղշտացիների ձեռքը տանք։ Եվ Սամսոնը նրանց ասեց. ինձ երդում արեք, որ դուք ինձ չեք մերձնի։ Եվ նրանք նրա հետ խոսեցին, ասելով. ոչ, բայց քեզ միայն կապենք և նրան ձեռքը տանք, և քեզ բնավ չենք մերձնի։ Եվ նրան 2 նոր չվանով կապեցին և ապառաժիցը դուրս հանեցին։ Նա եկավ մինչև Լեքի, և փղշտացիները աղաղակելով նրան դիմավորեցին։ Եվ Տիրոջ հոգին նրա վրա եկավ, և նրա կռների վրա եղող չվանները կրակով այրված քթանի պես եղան, և կապերը ձեռքերիցը լուծվեցան։ Եվ 1 էշի ծնոտ գտավ, որ դեռ չորացած չէր, և ձեռքը մեկնեց առավ այն և նրանով 1000 մարդ մերձրեց։ Եվ Սամսոնն ասեց. էշի ծնոտովը 1 խումբ, 2 խումբ, էշի ծնոտով 1000 մարդ մերձրի։ Եվ երբ որ իր խոսքը վերջացրեց, ծնոտը ձեռքիցը գցեց, և այնտեղի անունը Ռամաթ Լեքի կոչեց։ Եվ խիստ շատ ծարավեց, և Տիրոջն աղաղակեց և ասեց. դու քո ծառայի ձեռքովը հաջողեցիր այս մեծ փրկությունը, և հիմա ծարավով մեռնեմ և անթլպատների ձեռքն ընկնեմ։ Եվ Աստված Լեքիի մեջ եղած փոսը բացավ, և նրանից ջուր ելավ, և նա խմեց, և ոգին իր մոտը դառավ, և կենդանացավ։ Նրա համար նրա անունը Ենգորե ասվեցավ, որ Լեքիի մեջ է մինչև այսօրը։ Եվ նա փղշտացիների օրերին Իսրայելի մեջ 20 տարի դատավարություն արավ։ Գիրք դատավորած, գլուխ 16։ Եվ Սամսոնը գնաց Գազա, և այնտեղ մի պոռնիկ կին տեսավ, և նրա մոտ մտավ։ Եվ գազացիներին ասեցին, թե Սամսոնը եկել է այստեղ, և պաշարեցին, և բոլոր գիշերը նրան դարանակալ եղան քաղաքի դռան մոտ, և բոլոր գիշերը լռեցին, և ասեցին. առավոտը կանուխ մերձնենք նրան։ Եվ Սամսոնը մինչև կեսգիշեր քնեց, և կեսգիշերին վեր կացավ, և քաղաքի դռան փեղկերը 2 սեմերով բռնեց, և նրանց նիգովը մեկտեղ հանեց, և ուսերի վրա առնելով նրանց Քեբրոնի դիմացի Սարի գլուխը տարավ։ Եվ նրանից հետո 1 կին սիրեց Սովրեգ հեղեղատի մոտ, ու նրա անունը Դալիլա էր։ Եվ փղշտացիների նախարարները այն կնկան մոտ գնացին և նրան ասեցին. նրան խաբիր և տես, թե նրա մեծ զորությունը ինչում է, թե ինչով կկարողանանք նրան հաղթել, որ նրան հաղթենք և տկարացնենք, և մենք քեզ ամեն մեկս 1100 արծաթ կտանք։ Եվ Դալիլան Սամսոնին ասեց. աղաչում եմ, հայտնիր ինձ, թե քո մեծ զորությունը ինչում է, և քեզ տկարացնելու համար ինչ բանով կապել պետք է։ Եվ Սամսոնը նրան ասեց. եթե ինձ 7 հատ չչորացած դալար ջիլերով կապեն, կտկարանամ, և մարդկանց մեկի պես կդառնամ։ Եվ փղշտացիների նախարարները նրա համար 7 հատ չչորացած դալար ջիլեր բերին, և նա նրան կապեց նրանցով, և նրա մոտ ներքին սենյակումը դարանակալներ էին նստել։ Եվ կինը նրան ասեց. Սամսոն, փղշտացիները քեզ վրա եկան։
Այն ժամանակ նա ջիլերը կտրատեց, ինչպես կրակի հոտ առած խծուծի շինած միլիարդ կկտրատեն, և նրա ուժը չհասկացվեցավ։ Եվ Դալիլան ասեց Սամսոնին. «Ահա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասեցիր։ Հիմա աղաչում եմ, հայտնիր ինձ, թե ինչով կկապվես»։ Եվ նա նրան ասեց. «Եթե ինձ նոր և չգործածված չվաներով պինդ կապեն, այն ժամանակ կտկարանամ և մարդկանց մեկի պես կդառնամ»։ Եվ Դալիլան նոր չվաններ առավ և նրանցով նրան կապեց, և նրան ասեց. «Սամսոն, փղշտացիները քեզ վրա եկան»։ Եվ դարանակալները ներքին սենյակումը նստել էին։ Այն ժամանակ նա նրանց դերձանի պես իր բազուկներիցը կտրատեց։ Եվ Դալիլան ասեց Սամսոնին. «Մինչև հիմա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասեցիր, ասիր ինձ, թե ինչով կկապվես»։ Եվ նա նրան ասեց. «Եթե գլխիս 7 բաժին մազերը ազբով հյուսես»։ Եվ նա ցիցովը պնդացրեց և նրան ասեց. «Սամսոն, փղշտացիները քեզ վրա եկան»։ Եվ նա քնիցը զարթնեց և ոստայնի ցիցը և ազբը հանեց։ Այն ժամանակ Դալիլան նրան ասեց. «Ինչպես ես ասում, թե քեզ սիրում եմ, քանի որ սիրտդ ինձ հետ չէ։ Հիմա այս 3 անգամն է, որ ինձ խաբեցիր և ինձ չասեցիր, թե քո մեծ զորությունը ինչում է»։ Եվ որովհետև ամեն օր իր խոսքերովը նրան նեղում էր և նրան բռնադատում էր, այն ժամանակ նրա սիրտը նեղացավ մինչև մահ։ Եվ նա իր սրտի մեջ բոլոր եղածը նրան հայտնեց և ասեց նրան. «Իմ գլխի վրա ածելի չէ ելած, որովհետև իմ մոր արգանդիցը ես Աստծո ուխտավոր եմ։ Եթե ածիլվեմ, իմ ուժն ինձանից կգնա, և ես կտկարանամ, և ամեն մարդկանց պես կդառնամ»։ Եվ երբ որ Դալիլան տեսավ, որ նա իր սրտի մեջ բոլոր եղածն իրան հայտնեց, փղշտացիների նախարարներին կանչել տվավ և ասեց. «Այս անգամ վեր եկեք, որովհետև իր սրտի մեջ բոլոր եղածն ինձ հայտնել է»։ Այն ժամանակ փղշտացիների նախարարները նրա մոտ վեր գնացին և արծաթն էլ իրանց ձեռքին բերին։ Եվ Դալիլան նրան իր ծունկերի վրա քնացրեց և մի մարդ կանչեց, և նրա գլխի 7 բաժին մազերը ածիլել տվավ և սկսեց նրան տկարացնել, և նրա ուժը իրանից գնացել էր։ Եվ կինն ասեց. «Սամսոն, փղշտացիները քեզ վրա եկան»։ Եվ նա քնիցը զարթնելով ասեց. «Դուրս գամ և առաջի անգամների պես թոթափվիմ, բայց չգիտեր, որ Տերն իրանից գնացել էր»։ Եվ փղշտացիները նրան բռնեցին և նրա աչքերը հանեցին, և նրան տարին ցած գազը, և ոտնակապերով կապեցին, և բանտումը աղում էր։ Եվ նրա գլխի մազը ածիլվելուց հետո սկսեց բուսնել։ Եվ փղշտացիների նախարարները ժողովեցան, որ իրանց Աստծուն Դագոնին մեծ զոհ մատուցանեն և ուրախություն անեն, և ասեցին. «Մեր Աստվածը մեր թշնամի Սամսոնին մեր ձեռքը մատնեց»։ Եվ ժողովուրդը նրան տեսնելով գովեցին իրանց Աստծուն, որովհետև ասեցին. «Մեր Աստվածը մեր թշնամիին, մեր երկիրը քանդողին և մեր մեռելները շատացնողին մեր ձեռքը մատնեց»։ Եվ երբ որ նրանց սիրտն ուրախ էր, ասեցին. «Սամսոնին կանչեցեք, որ մեր առաջին պար գա»։ Եվ Սամսոնին կանչեցին բանտիցը, և նրանց առաջին պար էր գալիս, և նրան կանգնեցրին սյուների մեջտեղը։ Եվ Սամսոնը իր ձեռքից բռնող պատանիին ասեց. «Թող տուր ինձ, որ այս տունը կրող սյուները շոշափեմ և նրանց վրա կրտնեմ»։ Եվ տունը լիքն էր մարդկանցով և կանանցով։ Եվ փղշտացիների բոլոր նախարարները այնտեղ էին։ Եվ տանիքի վրա 3000-ի չափ մարդիկ և կանայք կային, որոնք Սամսոնի պար գալուն մտիկ էին տալիս։ Եվ Սամսոնն աղաղակեց Տիրոջը և ասեց. «Ով Տեր Եհովա, աղաչում եմ, հիշիր ինձ, ով Աստված, և միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու, որ փղշտացիներից իմ 2 աչքերի վրեժը մեկ անգամով առնեմ»։ Եվ Սամսոնն այն տունը կրող միջի սյուները մեկը աջ ձեռքովը և մյուսը ձախ ձեռքովը բռնեց և նրանց վրա կրտնեց։ Եվ Սամսոնն ասեց. «Իմ անձն էլ փղշտացիների հետ թող մեռնի»։ Եվ ուժովը ծռեց, և տունը վայր ընկավ նախարարների վրա և միջում եղող բոլոր ժողովրդի վրա։ Եվ իր մեռնելովը մեռցրածները իր կենդանության ժամանակ մեռցրածներից ավելի էին։ Եվ նրա եղբայրները և նրա հոր բոլոր տունը իջան և նրան վեր առան և դուրս տարին և թաղեցին նրան իր հոր Մանուեի գերեզմանումը, Սարայի և Եսթավուղի մեջտեղը։ Եվ նա Իսրայելի միջումը 20 տարի դատավորություն արավ։ Գիրք դատավորաց, գլուխ 17։
Եվ Եփրեմի սարիցը մի մարդ կար, Միքա անունով, եւ նա իր մորն ասեց. «Այն 1100 արծաթը, որ քեզանից վեր է առնվել, որի համար անեծք տվիր եւ իմ ականջին ասեցիր, ահա այն արծաթը ինձ մոտ է, այն ես եմ առել»։ Եվ մայրը նրան ասեց. «Իմ որդյակն օրհնյալ լինի Տերիցը»։ Եվ նա 1100 կտոր արծաթը ետ դարձրեց իր մորը։ Բայց նրա մայրն ասեց. «Ես այն արծաթն իմ ձեռքիցը Տիրոջը նվիրեցի իմ որդիի համար, նրանով քանդակած եւ թափծուկ կուռք շինելու համար։ Եվ հիմա ես այն քեզ եմ դարձնում»։ Իսկ նա այն արծաթը իր մորը դարձրեց, եւ մայրը 200 արծաթ առավ, եւ ոսկեր չի տվավ նրանց։ Նա էլ նրանցից քանդակած եւ թափծուկ կուռք շինեց, եւ Միքայի տանն էին լինում։ Եվ այդ Միքա մարդը մի աստվածների տուն ունեցավ, եւ Եփուդ եւ Թերափիմ շինեց, եւ իր տղերանց մեկին օրհնեց, եւ իր համար քահանա եղավ։ Այն օրերն Իսրայելի մեջ թագավոր չկար, ամեն մարդ իր աչքերի հաճելի եղածն անում էր։ Եվ Հուդայի ազգատոհմից Հուդայի Բեթլեհեմիցը մի պատանի կար, եւ նա Ղևտացի էր, եւ այնտեղ էր բնակվում պանդուխտի պես։ Եվ այս մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքիցը դուրս եկավ, որ պանդխտություն անե, ուր որ գտնե, եւ ճանապարհորդություն անելով եկավ մինչև Եփրեմի սարը, մինչև Միքայի տունը։ Եվ Միքան նրան ասեց. «Որտեղից ես գալիս»։ Եվ նա նրան ասեց. «Ես Ղևտացի եմ, Հուդայի Բեթլեհեմիցը, եւ գնում եմ պանդխտանալու, ուր որ գտնեմ»։ Եվ Միքան նրան ասեց. «Ինձ հետ բնակվիր, եւ ինձ համար հայր եւ քահանա եղիր։ Եվ ես քեզ տարուց տարի 10 արծաթ եւ հագնելու հանդերձ եւ քո ուտելիքը կտամ»։ Ղևտացին էլ գնաց։ Եվ Ղևտացին հավանեց, որ այն մարդի հետ բնակվի։ Եվ այս պատանին նրա որդկանց մեկին պես եղավ նրա համար։ Եվ Միքան Ղևտացիի ձեռքը լցրեց, եւ պատանին նրա քահանան եղավ, եւ Միքայի տանն էր բնակվում։ Եվ Միքան ասեց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք է անելու, որովհետև այս Ղևտացին իմ քահանան դառավ»։ Գիրք Դատավորաց, գլուխ 18։ Այն օրերը Իսրայելի մեջ թագավոր չկար, եւ այն օրերը Դանիցեղը իր համար ժառանգություն էր որոնում բնակվելու համար, որովհետև մինչև այն օրը Իսրայելի ցեղերի մեջ նրա համար բավական ժառանգություն չէր ընկել։ Եվ Դանի որդիքն իրանց ազգատոհներից, իրանց սահմաններիցը 5 զորավոր մարդ ուղարկեցին Սարայից եւ Էսթավուղից, որ երկիրը լրտեսեն եւ քննեն, եւ նրանց ասեցին. «Գնացեք, երկիրը քննեցեք»։ Եվ նրանք գնացին Եփրեմի սարը, մինչև Միքայի տունը, եւ գիշերը այնտեղ մնացին։ Եվ երբ որ նրանք Միքայի տան մոտ էին, այն Ղևտացի պատանիի ձայնը ճանաչեցին եւ մտան այնտեղ եւ ասեցին. «Ով քեզ այստեղ բերավ, եւ դու այստեղ ինչ ես անում, եւ այստեղ ինչ ունես»։ Եվ նա ասեց նրանց. «Միքան ինձ այսպես եւ այսպես արավ, եւ ինձ վարձքով բռնեց, որ նրան քահանա լինեմ»։ Եվ նրան ասեցին. «Աղաչում ենք, Աստծուն հարցրու, որ իմանանք, թե արդյոք մեր գնացած ճանապարհը կհաջողվի»։ Եվ քահանան նրանց ասեց. «Գնացեք խաղաղությամբ, ձեր գնացած ճանապարհը Տիրոջ առաջին է»։ Այն ժամանակ այն 5 մարդիկը գնացին Լայիս մտան, եւ նրանում բնակող ժողովուրդը տեսան, որ Սիդոնացիների պես ապահովությամբ հանգիստ եւ ապահով բնակվում էին, եւ այն երկրի մեջ մի վնաս տվող չկար, որ իշխանություն ուներ։ Եվ Սիդոնացիները հեռու էին, եւ բնավ մեկ մարդի հետ գործ չունեին։ Եվ այն 5 մարդը Սարա եւ Էսթավուղ գնացին իրանց եղբայրների մոտ։ Եվ նրանց եղբայրները նրանց ասեցին. «Դուք ինչ ունեք»։ Եվ նրանք ասեցին. «Վեր կացեք նրանց վրա գնանք, որովհետև մենք երկիրը տեսանք եւ ահա շատ լավ է, եւ դուք թույլ նստել եք։ Անհոգություն մի անիք գնալու այն երկիրը ժառանգելու համար։ Հենց որ գնաք մեկ անհոգ ժողովրդի եւ շատ ընդարձակ երկրի մեջ կմտնեք, որն որ Աստված ձեր ձեռքն է տվել, եւ մի այնպիսի տեղ, որ այնտեղ երկրի վրա եղող բաներից մեկը պակաս չէ։ Եվ այնտեղից Դանի ազգատոհմից, այսինքն Սարայից եւ Էսթավուղից 600 սպառազինյալ մարդիկ գնացին։ Եվ վեր ելան Հուդայի Կարիաթարիմումը բանակ տվին։ Նրա համար այնտեղը մինչև այսօրը ասվում է Մահանե Դան։ Ահա նա Կարիաթարիմի ետևումն է։ Եվ այնտեղից անցան Եփրեմի սարը եւ եկան մինչև Միքայի տունը։ Եվ այն 5 մարդը, որ գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին եւ իրանց եղբայրներին ասեցին. «Գիտեք, որ այս տներումը Եփուդ, Թերափիմ եւ քանդակած ու թափծուկ կուռք կա,
Եվ հիմա իմացեք, թե ինչ պիտի անեք։ Այն ժամանակ նրանք դեպի այն տեղը դառնալով գնացին այն Ղևտացի պատանիի տունը, Միքայի տունը, և նրա ողջությունը հարցրին։ Եվ Դանի որդկանցից այն 600 սպառազինյալ մարդիկը դռան մուտքումը կանգնեցին։ Եվ երկիրը լրտեսելու գնացող այն 5 մարդիկը գնացին այնտեղ, և վեր առան քանդակած կուռքը, Եփուդա, Թերափիմը ու Թապծու կուռքը, և քահանան կանգնել էր այն 600 սպառազինյալ մարդկանց հետ դռան մուտքումը։ Եվ երբ որ նրանք Միքայի տունը մտան և քանդակած կուռքը, Եփուդա, Թերափիմը ու Թապծու կուռքը վեր առան, քահանան նրանց ասեց. «Ինչ եք անում»։ Եվ նրանք ասեցին նրան. «Լուռ կաց, ձեռքդ բերանիդ վրա դիր և մեզ հետ եկ, և մեզ համար հայր ու քահանա եղիր։ Միթե լավ է քեզ համար մեկ մարդի տանը քահանա լինել, թե Իսրայելի մեջ մեկ ցեղի և մեկ ազգատոհմի քահանա լինելը»։ Եվ քահանան սրտովն ուրախանալով Եփուդա, Թերափիմը և քանդակած կուռքն առավ և այն ժողովրդի մեջ մտավ։ Եվ նրանք ետ դառան գնացին, և ընտանիքները և անասունները ու թանկագին կարասիները իրանց առաջը դրին։ Երբ որ նրանք Միքայի տանիցը հեռացան, Միքայի տան մոտ եղող տների մարդիկը ժողովեցան և Դանի որդիներին հասան։ Եվ Դանի որդիներին կանչեցին, և նրանք իրանց երեսը դարձրին և Միքային ասեցին. «Քեզ ինչ կա, որ այսպես ժողովվել ես»։ Եվ նա ասեց. «Իմ շինած աստվածները և քահանային առել եք գնացել, և ինձ էլ ինչ մնաց, և ինձ ինչու համար եք ասում, թե քեզ ինչ կա»։ Եվ Դանի որդիքը նրան ասեցին. «Մեր մեջ քո ձայնը չլսվի, միգուցե բարկասիրտ մարդիկ ձեզ վրա հարձակվին, և քո կյանքը և քո ընտանյաց կյանքը կորցնես»։ Եվ Դանի որդիքը իրանց ճանապարհովը գնացին։ Եվ Միքան տեսնելով, որ նրանք իրանից զորավոր են, ետ տարավ գնաց իր տունը։ Եվ նրանք Միքայի շինածները և նրա քահանային վեր առան և գնացին Լայիսի վրա, այն հանգիստ և անհոգ ժողովրդի վրա, և նրանց սուրի բերանով զարկեցին, և քաղաքը կրակով այրեցին։ Եվ նրանք Սիդոնիցը հեռու լինելով և մի մարդի հետ գործ չունենալով ազատող չկար, և Բեթրոբի հովտի մեջ էր, և քաղաքը շինեցին և նրա մեջ բնակվեցին։ Եվ քաղաքի անունը իրանց հոր իսրայելյան Դանի անունովը Դան կոչեցին, բայց քաղաքի անունը առաջուց Լայիս էր։ Եվ Դանի որդիքը քանդակած կուռքը կանգնեցրին իրանց համար։ Եվ Մանասեի որդի Գերսոնի որդի Հովնաթանը, ինքը և իր որդիքը մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քահանաներն էին։ Ուստի նրանք Միքայի շինած կուռքն իրանց համար պահեցին որչափ ժամանակ, որ Աստծո տունը սելովի մեջ էր։ Գիրք դատավորաց, գլուխ 19։ Եվ եղավ, որ այն օրերը, որ Իսրայելի մեջ թագավոր չկար, Եփրեմի սարի կողմերին մեկ պանդուխտ Ղևտացի էր բնակվում, և նա Հուդայի Բեթլեհեմիցը մեկ հարճ առավ իր համար։ Եվ նրա հարճը նրա դեմ շնություն արավ, և գնաց նրա մոտից իր հոր տունը, Հուդայի Բեթլեհեմը, և 4 ամսի չափ այնտեղ մնաց։ Եվ նրա մարդը վեր կացավ գնաց նրա ետևիցը, որ քաղցրությամբ խոսե նրա հետ և նրան ետ բերե։ Եվ իր հետ էին իր ծառան և 2 մարդ էլ։ Եվ նա նրան տարավ իր հոր տունը։ Եվ աղջկան հայրը, երբ որ նրան տեսավ, ուրախությամբ նրան դիմավորեց։ Եվ աղջկան հայրը նրաները նրան պահեց, և նա 3 օր նրա մոտ մնաց։ Կերան, խմեցին և գիշերները այնտեղ մնացին։ Եվ 4-րդ օրը, երբ որ առավոտը կանուխ վեր կացան, նա վեր կացավ, որ գնա, բայց աղջկան հայրն իր փեսային ասեց. «Սիրտդ մի կտոր հացով պնդացրու, և հետո կգնաք»։ Եվ նստեցին և 2-ը մեկտեղ կերան և խմեցին։ Եվ աղջկան հայրն այն մարդին ասեց. «Աղաչում եմ, այս գիշեր էլ այստեղ կաց, որ սիրտը զվարճանա»։ Եվ այն մարդը վեր կացավ, որ գնա, բայց նրաները նրան բռնադատեց, և նա ետ տարավ գիշերը այնտեղ մնաց։ Եվ 5-րդ օրը առավոտը կանուխ վեր կացավ, որ գնա, և աղջկան հայրն ասեց. «Աղաչում եմ, սիրտդ պնդացրու»։ Եվ ուշացան մինչև օրվա թեքֆիլը, և 2-ը կերան միասին։ Եվ այն մարդը վեր կացավ ինքը, իր հարճը և իր ծառան, որ գնան, բայց նրաները աղջկան հայրն ասեց նրան. «Ահա օրն իրիկուն է լինում, աղաչում եմ, գիշերը մնացեք»։ Ահա օրը անցել է, գիշերը այստեղ մնա, և սիրտը զվարճանա, և էգուց կանուխ ճանապարհ ընկնեք և գնա քո վրանը։ Եվ այն մարդը գիշերը մնալ չուզեց, և վեր կացավ գնաց, և եկավ մինչև Հեբուսի, այսինքն Երուսաղեմի դիմացը, և իր հետ 2 համետած էշ ուներ,
եւ իր հարճն էլ իր հետն էր։ Եվ երբ որ Հեբուսին մոտեցան, օրը շատ անցել էր, ծառան իր տիրոջն ասեց. «Եկ ճանապարհը ծռենք այս հեբուսացիների քաղաքը գնանք եւ գիշերը այնտեղ մնանք»։ Բայց Տերը նրան ասեց. «Ճանապարհը չծռենք դեպի օտարազգիների քաղաքը, որ Իսրայելի որդկանցը չէ, այլ անցնենք մինչև Գաբաա»։ Եվ իր ծառային ասեց. «Եկ այն տեղերի մեկին մոտենանք եւ գիշերը Գաբաայի կամ Ռամայի մեջ մնանք»։ Եվ անցան գնացին։ Եվ երբ որ Բենյամինի Գաբաային մոտեցան, արեգակը մայր մտավ։ Եվ այնտեղ դարձան, որ մտնեն Գաբաա եւ իջևանեն։ Եվ գնաց քաղաքի հրապարակի մեջ նստեց։ Եվ մի մարդ չեղավ, որ նրանց իր տունը առներ իջևանելու համար։ Եվ ահա իրիկունը արտիցը մեկ ծեր մարդ էր գալիս իր գործիցը։ Եվ նա Եփրեմի սարիցն էր, եւ Գաբայի մեջ պանդուխտ էր։ Իսկ այնտեղի բնակիչները բենյամինյանք էին։ Եվ երբ որ նա աչքերը բարձրացրեց եւ տեսավ ճանապարհորդ մարդին քաղաքի հրապարակումը, ծեր մարդն ասեց. «Ուր ես գնում եւ որտեղից ես գալիս»։ Եվ նա ասեց նրան. «Մենք Հուդայի Բեթլեհեմիցը մինչև Եփրեմի սարի կողմերն ենք անցնում։ Ես այնտեղացի եմ եւ մինչև Հուդայի Բեթլեհեմը գնացի եւ Տիրոջ տունն եմ գնում։ Եվ ինձ իր տունը ընդունող մարդ չկա։ Բայց մեր էշերի համար հարդ եւ ճարակ կա, եւ ինձ համար, քո աղախնի համար եւ քո ծառաների հետ եղող պատանի համար հաց ու գինի ունեմ, ոչ մեկ բան պակաս չէ»։ Եվ այն ծեր մարդն ասեց. «Խաղաղություն քեզ, քո ամեն պակասությունն ինձ վրա, բայց գիշերը հրապարակումը մի մնար»։ Եվ նրան տարավ իր տունը եւ էշերին կեր տվավ, եւ նրանք իրանց ոտքերը լվանալուց հետո կերան եւ խմեցին։ Եվ երբ որ նրանց սիրտը զվարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զավակներ տունը պաշարեցին դռան վրա հարձակվելով, եւ այն տանտեր ծեր մարդի հետ խոսեցին եւ ասեցին. «Տունդ եկող մարդին հանիր, որ նրան գիտենանք»։ Եվ այն տանտեր մարդը նրանց մոտ դուրս գնաց եւ նրանց ասեց. «Ոչ, եղբայրներս, աղաչում եմ, չարություն մի անիք։ Այս մարդն իմ տունը մտնելուց հետո այս անզգամությունը մի անիք։ Ահա իմ կույս աղջկանը եւ այն մարդի հարճին թող դուրս բերեմ ձեզ մոտ եւ նրանց լլկեցեք եւ ձեր ուզածն արեք նրանց, բայց այս մարդին այդ անզգամ գործը մի անիք»։ Բայց այն մարդիկը չուզեցին նրա խոսքին լսել։ Եվ այն մարդն իր հարճին բռնեց դուրս հանեց նրանց մոտ։ Եվ նրանք նրան գիտացին, եւ բոլոր գիշերը նրան լլկեցին մինչև առավոտ։ Եվ երբ որ արշալույսը ծագեց, նրան թող տվին, որ գնա։ Եվ այն կինը առավոտվա դեմ գնաց եւ ընկավ մինչև լույսը այն մարդի տան դռան առաջ, որ իր տերն էր։ Եվ նրա տերը առավոտը վեր կացավ, տան դռները բացավ, որ դուրս գա գնա իր ճանապարհը։ Եվ ահա կնիկը իր հարճը տան դռան առաջին ընկած էր, եւ ձեռքերը սեմի վրա էր։ Եվ նրան ասեց. «Վեր կաց գնանք», բայց պատասխան տվող չկար։ Այն ժամանակ նա նրան իր էշի վրա դրավ, եւ մարդը վեր կացավ իր տեղը գնաց։ Եվ երբ որ իր տունը հասավ, մի դանակ առավ, եւ իր հարճը բռնեց եւ կոտորեց նրան ոսկորներով 12 կտոր, եւ Իսրայելի ամեն սահմաններն ուղարկեց։ Եվ ամեն տեսնողներն ասում էին, թե այսպիսի բան ոչ եղել է, ոչ էլ տեսնվել է Իսրայելի որդկանց Եգիպտոսի երկրից ելած օրիցը մինչև այսօրը։ Սրա վրա մտածեցեք, խորհուրդ արեք եւ խոսեցեք։ Գիրք դատավորաց, գլուխ 20։ Այն ժամանակ բոլոր Իսրայելի որդիքը դուրս եկան եւ ժողովեցավ ժողովքը մեկ մարդի պես Դանիցը մինչև Բերսաբեե եւ Գաղաադի երկիրը Մասփայի մեջ Տիրոջ առաջին։ Եվ ներկայացան բոլոր ժողովրդի Իսրայելի բոլոր ցեղերի գլխավոր մարդիկը 400,000 սուր քաշող հետևակ զորք Աստծո ժողովրդի ժողովքի մեջ։ Եվ Բենյամինի որդիքը լսեցին, որ Իսրայելի որդիքը վեր են գնացել Մասփա։ Եվ Իսրայելի որդիքն ասեցին. «Պատմեցեք, թե այս չարությունը ինչպես եղավ»։ Եվ այն Ղեֆտացի մարդը, այն մերձրված կնկամ մարդը պատասխանեց եւ ասեց. «Ես ու իմ հարճը եկանք Բենյամինի Գաբաան, որ գիշերը մնանք։ Եվ Գաբաայի բնակիչները ինձ դեմ վեր կացան, եւ գիշերով պաշարեցին տունը ինձ դեմ, եւ ինձ ուզում էին սպանել, եւ իմ հարճին լլկեցին, եւ նա մեռավ։ Ես էլ իմ հարճն առա եւ նրան կոտորեցի, եւ Իսրայելի ժառանգությանը բոլոր երկրին ուղարկեցի, որովհետեւ նրանք Իսրայելի մեջ մեծ հանցանք եւ անզգամություն արին։ Ահա դուք ամենքդ Իսրայելի որդիք եք, ձեր մեջ խոսեցեք եւ խորհուրդ արեք այստեղ»։ Եվ բոլոր ժողովուրդը մեկ մարդի պես վեր կացավ եւ ասեց. «Մեզանից ոչ մեկն իր վրանը չգնա եւ ոչ մեկն իր տունը չդառնա,
Եվ հիմա այս բանն անենք Գաբաային. նրա վրա գնանք վիճակով և առնենք Իսրայելի ամեն ցեղերիցը 100-ից 10 և 1000-ից 100 և 10,000-ից 1000 մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենյամինի Գաբաան մտնելով նրան հատուցանեն Իսրայելի մեջ նրա արած բոլոր անզգամության պես։ Եվ այն քաղաքի վրա ժողովեցան Իսրայելի բոլոր մարդիկը մեկ մարդի պես միաբանությամբ։ Եվ Իսրայելի ցեղերը Բենյամինի բոլոր ցեղին մարդիկ ուղարկեցին և ասեցին. այս ինչ չարություն է, որ ձեր մեջ եղավ։ Եվ հիմա Գաբայի մեջ եղող այն չար զավակ մարդիկը տվեք, որ նրանց մեռցնենք, և չարությունը Իսրայելիցը վեր առնենք։ Բայց Բենյամինյանք չուզեցին լսել իրանց եղբարծ Իսրայելի որդկանց խոսքին։ Եվ Բենյամինի որդիքը ժողովեցան իրանց քաղաքներիցը Գաբայի մեջ, որ Իսրայելի որդկանց դեմ պատերազմ անեն։ Եվ այն օրն իրանց քաղաքներից եկող Բենյամինի որդիքը համարվեցան 26000 սուր քաշող մարդ, բացի Գաբայի բնակիչներից, որոնք 700 ընտիր մարդիկ համարվեցան։ Այս բոլոր ժողովրդի մեջ 700 ընտրված ձախաձեռն մարդիկ կային, որոնց ամենն էլ պարսատիկով մազի վրա քար էին գցում առանց սխալվելու։ Եվ Իսրայելի մարդիկն էլ համարվեցան, բացի Բենյամինից 400,000 սուր քաշող մարդ, սրանք ամենն էլ պատերազմող մարդիկ էին։ Եվ վեր կացան գնացին Բեթել։ Եվ Իսրայելի որդիքը Աստծուն հարցրին և ասեցին. Բենյամինի հետ պատերազմելու համար ով լինի մեզ առաջնորդ։ Եվ Տերն ասեց. Հուդան լինի առաջնորդ։ Եվ Իսրայելի որդիքը առավոտը վեր կացան և Գաբայի դեմ բանակ տվին։ Եվ իսրայելացիք դուրս եկան Բենյամինի հետ պատերազմ անելու։ Եվ իսրայելացիք Գաբայի մոտ նրանց դեմ շարվեցան պատերազմի համար։ Եվ Բենյամինի որդիքը դուրս եկան Գաբայիցը, և այն օրը Իսրայելիցը 22,000 մարդ խորտակեցին գետինը։ Եվ ժողովուրդը, այսինքն իսրայելացիք ուժովացան, և մյուս անգամ գնացին շարվեցան նույն տեղը պատերազմելու համար, ուր որ առաջին օրը շարվել էին։ Եվ Իսրայելի որդիքը վեր գնացին և Տիրոջ առաջին մինչև իրիկուն լաց եղան, և Տիրոջը հարցրին ասելով. մեր եղբորը Բենյամինի հետ պատերազմելու համար մյուս անգամ վեր գնանք։ Եվ Տերն ասեց. նրա դեմ վեր գնացեք։ Եվ երկրորդ օրը Իսրայելի որդիքը Բենյամինի որդկանց մոտեցան։ Եվ երկրորդ օրը Բենյամինյանք Գաբայիցը նրանց դեմ դուրս եկան։ Եվ Իսրայելի որդկանցից կրկին 18,000 մարդ խորտակեցին գետինը։ Սրանց ամենն էլ սուր քաշող մարդիկ էին։ Այն ժամանակ բոլոր Իսրայելի որդիքը, այսինքն բոլոր ժողովուրդը վեր գնացին Բեթել, և այնտեղ Տիրոջ առաջին նստեցին լաց եղան, և այն օրը մինչև իրիկուն ծոմ պահեցին, և Տիրոջ առաջին ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցրին։ Եվ Իսրայելի որդիքը Տիրոջ հարցրին, և այն օրերը Աստծո ուխտի տապանակն այնտեղ էր, և այն օրերը նրա առաջին Ահարոնյան Եղիազարի որդի Փենեհեսն էր կանգնում, և ասեցին. մեր եղբոր Բենյամինի որդկանց հետ պատերազմելու համար մյուս անգամ էլ վեր գնանք, թե դադարենք։ Եվ Տերն ասեց. վեր գնացեք, որովհետև էգուց ձեր ձեռքը պիտի մատնեմ նրանց։ Եվ իսրայելացիք Գաբայի շրջակայքումը դարանակալներ դրին։ Եվ Իսրայելի որդիքը երրորդ օրը Բենյամինի որդկանց վրա գնացին, և մյուս անգամների պես Գաբայի դեմ շարվեցան։ Այն ժամանակ Բենյամինի որդիքը ժողովրդին դիմավորեցին, և քաղաքիցը բաժանվեցան, և առաջին անգամների պես սկսեցին ժողովուրդը զարկել, և 30-ի չափ իսրայելացի մերձրին այն ճանապարհների մեջ, որոնց մեկը Բեթել է գնում, և մյուսը դաշտի Գաբաան։ Եվ Բենյամինի որդիքն ասեցին. ահա նրանք մեր առաջի անգամների պես կոտորվում են։ Եվ Իսրայելի որդիքն ասեցին. փախչենք և նրանց քաղաքիցը դուրս անենք ճանապարհները։ Եվ Իսրայելի բոլոր մարդիկն իրանց տեղիցը վեր կացան, և Բաալ-Թամարի առաջին շարվեցան։ Եվ Իսրայելի դարանակալները հանկարծ իրանց տեղիցը Գաբայի դաշտիցը դուրս եկան։ Եվ եկան Գաբայի առաջը բոլոր Իսրայելիցը 10,000 ընտրված մարդ, և պատերազմը սաստկացավ, և նրանք չգիտեին, որ իրանց վրա չարիք է հասել։ Եվ Տերը Իսրայելի առաջին Բենյամինին զարկեց։ Եվ այն օրը Իսրայելի որդիքը Բենյամինից 25,100 մարդ փչացրին։ Նրանց ամենն էլ սուր քաշող էին։ Եվ Բենյամինի որդիքը տեսան, որ իրանք հաղթվեցան, որովհետև իսրայելացիները Գաբայի շրջակայքումը դրած դարանակալներին ապավինելով Բենյամինյանց տեղ տվին։ Եվ դարանակալները շուտով Գաբայի վրա հարձակվեցան, և դարանակալները տարածվեցան, և բոլոր քաղաքը սուրի բերանով զարկեցին։
Եվ իսրայելացիները դարանակալների հետ ժամանակ էին որոշել, որ քաղաքիցը մեծ կրակով ծուխ անեն։ Այն ժամանակ Իսրայելի մարդիկը պատերազմի մեջ փախուստ ցույց տվին, եւ բենյամինյանք սկսեցին իսրայելացիներին զարկել եւ 30 մարդի չափ մեռցրին, որովհետեւ ասեցին, թե անտարակույս նրանք մեր առաջում առաջին պատերազմի պես կոտորվում են։ Բայց երբ որ քաղաքիցը կրակի ծուխը սկսեց սյունի պես բարձրանալ, բենյամինյանք ետ դառան, եւ ահա քաղաքի հրդեհը երկինքն էր բարձրանում։ Եվ երբ որ իսրայելացիները ետ դառան, բենյամինյանք շվարեցին մնացին, որովհետև տեսան, որ չարիքը իրանց վրա հասել էր։ Եվ նրանք իսրայելացիների առաջից դեպի անապատի ճանապարհը դարձան, բայց պատերազմը հասավ նրանց, եւ քաղաքներիցը դուրս եկողները նրանց իրանց մեջ մերցրին։ Այսպես բենյամինյաններին պաշարեցին, նրանց հալածեցին եւ նրանց տիրությամբ մինչև Գաբայի դեմ արևելյան կողմից զարկեցին։ Եվ Բենյամինիցը 17000 մարդ ընկավ, նրանց ամենն էլ զորավոր մարդիկ էին։ Եվ մնացածները դարձան դեպի անապատը եւ դեպի Ռեմոնի վեմը փախան։ Նրանցից ճանապարհներումը 5000 մարդ ճռաքաղ արին։ Եվ նրանց մինչև Գեդոմ հալածելով նրանցից 2000 մարդ զարկեցին։ Եվ Բենյամինիցն այն օրը բոլոր ընկածները 25000 սուր քաշող մարդ էր։ Նրանց ամենն էլ զորավոր մարդիկ էին։ Եվ 600 մարդ դարձան եւ դեպի անապատը Ռեմոնի վեմը փախան։ Եվ Ռեմոնի վեմումը 4 ամիս կացան։ Եվ իսրայելացիները դեպի Բենյամինի որդիները դառնալով նրանց սուրի բերանով զարկեցին, քաղաքների միջի մարդկանցից մինչև անասունները, եւ ինչ որ գտնվեցավ, եւ բոլոր գտնված քաղաքներն էլ կրակով այրեցին։ Գիրք դատավորած, գլուխ 21։ Եվ Իսրայելի մարդիկը Մասփայում ներթում էին արել եւ ասել, թե մեզանից ոչ ով իր աղջիկը Բենյամինցիի կին չտա։ Եվ ժողովուրդը գնաց Բեթել, եւ այնտեղ Աստծո առաջին մինչև իրիկուն նստեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով մեծ լացով լաց եղան եւ ասեցին. Ով Իսրայելի Տեր Աստված, ինչու համար պատահեց այս բանը Իսրայելի մեջ, որ այսօր Իսրայելիցը մեկ ցեղ պակաս է։ Եվ հետևյալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ եւ այնտեղ սեղան շինեցին եւ ողջակեզներ եւ խաղաղության զոհեր մատուցրին։ Եվ Իսրայելի որդիքն ասեցին. Ով է որ Իսրայելի ամեն ցեղերիցը վեր չգնա ժողովքի հետ Տիրոջ առաջը, որովհետեւ Տիրոջ առաջը Մասփա վեր չգնացող մարդի համար մեծ երթում էին արել, ասելով, թե նա անպատճառ պիտի մեռնե։ Այն ժամանակ Իսրայելի որդիքն իրանց եղբոր Բենյամինի համար ցավելով ասեցին. Այսօր Իսրայելիցը մեկ ցեղ բնաջինջ եղավ։ Այս մնացածներին ինչ անենք կնիկների մասին, որովհետև մենք Տիրոջ անունով երթում արինք, որ մեր աղջիկներից նրանց կին չտանք։ Եվ ասեցին. Ով է որ Իսրայելի ցեղերից վեր չգնաց Տիրոջ առաջը Մասփա։ Եվ ահա Գաղադի Հաբիսիցը ոչ մի մարդ չէր եկած բանակը եւ ժողովքը։ Եվ ժողովուրդը հանդիսացավ։ Եվ ահա նրանց մեջ Գաղադի Հաբիսի բնակիչներիցը մարդ չգտնվեցավ։ Այն ժամանակ ժողովքը շատ զորավորներից 12000 մարդ ուղարկեցին այնտեղ, եւ նրանց պատվիրելով ասեցին. Գնացեք եւ Գաղադի Հաբիսի բնակիչներին սուրի բերանով զարկեցեք, կանանցն էլ տեղեր անցնել։ Եվ այս է ձեր անելիքը. ամեն արու եւ արուի անկողին գիտացող ամեն կին փչացրեք։ Եվ Գաղադի Հաբիսի բնակիչների մեջ 400 կույս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պարկած չէին եւ արու չգիտեին, եւ նրանց Քանանի երկրի մեջ Սելովի բանակը բերին։ Եվ բոլոր ժողովքը մարդ ուղարկելով Ռեմոնի վեմում եղող Բենյամինի որդկանց հետ խոսեցին եւ նրանց խաղաղության հրավիրեցին։ Եվ այն ժամանակ Բենյամինյանք ետ դառան, եւ այն կանայքը տվին նրանց, որ ողջ էին թողել Գաղադի Հաբիսի կանանցից։ Բայց նրանց համար բավական չեղան։ Եվ ժողովուրդը Բենյամինի համար ցավեց, որ Տերը Իսրայելի ցեղերի մեջ խրամատություն արավ։ Եվ ժողովքի ծերերն ասեցին. մնացածներին ինչ անենք կանանց մասին, որովհետև Բենյամինի կանայքը կորան։ Եվ ասեցին. ողջ մնացող Բենյամինյանց համար ժառանգություն թող մնա, որ Իսրայելիցը մի ցեղ բնաջին չլինի։ Եվ մենք մեր աղջկերքից չենք կարող նրանց կին տալ, որովհետև Իսրայելի որդիքը երթում արին ասելով. Բենյամինին կին տվողը անիծյալ լինի։ Եվ ասեցին. ահա տարուց տարի Տիրոջ տոնախմբություն է լինում Սելովի մեջ, որ Բեթելի հյուսիսային կողմին եւ Բեթելից Սյուքեմ վեր գնացող ճանապարհի արևելյան կողմին եւ Ղեբոնայի հարավային կողմին է։ Եվ Բենյամինի որդկանցը պատվիրելով ասեցին. գնացեք, այգիներումը թակ կացեք։
Եվ երբ որ տեսնեք, որ սելովի աղջկերքը պարբռնած դուրս են գալիս բարելու, այն ժամանակ այգիներիցը դուրս եկեք եւ ձեր ամեն մեկն իր համար սելովի աղջկերքիցը կին հափշտակեցեք եւ Բենյամինի երկիրը գնացեք։ Եվ եթե նրանց հայրերը կամ եղբայրները գան մեզ հետ կռվելու, նրանց կասենք, թե նրանց մեջ շնորհեցեք, որովհետև մենք պատերազմումը նրանց ամենի համար կին չպահեցինք։ Եվ հիմա, որ դուք չտաք, նրանց հանցավոր կլինեք։ Եվ Բենյամինի որդիքը այնպես արին։ Եվ իրանց թիվին չափ պարբռնածներից կանայք հափշտակելով առան եւ գնացին ետ դառան իրան ժառանգությունը եւ քաղաքներ շինեցին եւ նրանց մեջ բնակվեցան։ Եվ այն ժամանակ Իսրայելի որդիքն այնտեղից ամեն մարդ իր ցեղի ու իր ազգատոհմի մոտ գնաց, եւ ամեն մարդ այնտեղից դուրս գնաց դեպի իր ժառանգությունը։ Այն օրերը Իսրայելի մեջ թագավոր չկար, ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։